Երևան սուրբ մեր օրանաննեման հույսերի ու սիրո քաղաք Հարկելի Ռեջիո Ստարզի ագնչիրներ եւ ունգընչիրներ անգամ եւս պատրաստվեցեք հետևելու հետաքրքրաշարժ հարցազրույցիմը երկուշաբթի հունիս 16-ին Վաստակավոր Եզակի Եփչուհի եւ Գյումրիի սոխատ Անահիտ Սահակյանի հետ Սարերի աղբյուր, իմ կյանքի աղբյուր, արևից արևի աղբյուր Անահիտ Սահակյանը վիդի հաղորդե ցեզի հարցազրույցի ընթացքին համերգներու պատրաստության, դասավորման եւ հաջողության մասին, ինչպես նաեւ իր անվան երկերաժշտության դասարանի բացման մասին, ներառյալ մայիս 8-ի դեղի ունեցած բենեֆիսի մասին եւ վերջապես Լոս Անջելեսի ժող գործիքների անսամբլի համագործակցության մասին։ Թեյմանա փնտրում ես նորից ես կգա Թեյմանամ սիրում ես սերս ես կտա Հարցազրույցը կպատրաստե եւ կվարե հաղորդավարուհի Ստեյսի Ավեդիկյան Արաբյանը։ Դու սիրո մի տաճար ու վարշոխարե Radio Stars-դեն եւ Radio Stars-ի թիմադեդրեն գրնակ հետևիլ հարցազրույցին ուղիղ եթերով Գեսորի հետ ժամը 1-ին Լոս Անջելեսի ժամով եւ երեկոյան ժամը 12-ին Հայաստանի ժամով։ Իմ ֆայտոնով կացնեմ նորից իմ մանկության հինթաներով Սիրելիներ, կսպասենք ձեր բոլորի մասնակցության երկուշաբթի հունիս 16-ին հետևելու համար Վաստակավոր Եզակի Եփչուհի եւ Գյումրիի սոխատ Անահիտ Սահակյանի հարցազրույցին։ Լավի մոտ վարեմ ասում հիվացել գավչունի Հայ աստղերը հաղորդաշարը Radio Stars-ին։ Radio Stars-ի շատ սիրելի ունգընչիրներ, նաև ագնչիրներ։ Ամեն երկուշաբթի դուք անամբեր կսպասեք, որբեսի հյուրընկալեմ դաղանթավոր անձնավորություններ եւ լավ ծանոթացնեմ ցեզի։ Այսօրվա հյուրը Վաստակավոր մեծահրճակ Եփչուհի Անահիտ Սահակյանն է, որ արդեն հյուրընկալած էի 1 տարի առաջ, բայց այսօր որ պիտի հյուրընկալեմ, պիտի խոսենք դարբեր թեմաներու շուրջ եւ շատ վստահ եմ թե հետաքրքրական հարցազրույցը պիտի ելլա։ Թույլ տվեք ես բացակայեմ գարշ թաթարովը, սիրո տանգո երգովը, որբեսի աբա երբ վերաթարնամ տեսնեք ինձի եւ հյուրին միասին։ Շուտով կվերաթարնամ։ ու վարվեն լույսերը մեր հուրսարտերի մեր սիրո տեքյաթը թող մոր հավերժի որ երկս նվիրեմ օրերի դլույսի թող հավերժ Այջան սիրո մեղեդի ու վարվեն լույսերը մեր հուրսարտերի մեր սիրո տեքյաթը թող որ հավերժի որ երկս նվիրեմ օրերի դլույսի որ երկս նվիրեմ օրերի դլույսի Այջան Անահիտ ջան Այնքան հաճելի է իր ցայնը լսելը, այնքան հաճելի է վայելել իր ցայնը, որքան որ լսենք, հավանաբար մենք պիտի չի բավարարվենք, որովհետև այսպես կողդրիկ ցայն ունեցող երգչուհիմը իսկապես արժանի է ոչ թե միան հարգվելու, այլ բադվելու Ոյվե մեկ ցևով եւ ահա վասիկ ես այսօր իմ հաղորդաշարես դարձյալ գողջունեմ ցեզ բոլոր Radio Stars-ի հարկելի ունգընտիրներ եւ ագընտիրներ եւ շնորհակալություն կհայտնեմ թե միշտ ամեն երկուշաբթի անամբեր կսպասեք հյուրընկալելու համար դարբեր հյուրեր որբեսի լավ ծանոթացնեմ ցեզի իրենց մասին Ուրեմն, ինչպես գիտեք, հadouk հանդիպումով կներկայացնեմ ցեզի այսօր եւս հայտնի
վաստակավոր եւ եզակի երկչուհիմը, որ ինչպես ասեցի, նախկինում եղել է իմ հաղորդման հյուրը, բայց որովհետև մենք շատ բան ունենք խոսելու այսօր, դրա համար էլ նրան նորից հրավիրեցի դարբեր թեմաներու շուրջ խոսելու համար։ Վաստակավոր մեծահրճակ երկչուհի Անահիտ Սահակյան, ողջունում եմ ձեզ եւ շնորհակալություն եմ հայտնում հրավերս ընդունելու համար։ Բարի եկեք Հայաստան հաղորդաշարեն։ Բարև իմ շատ սիրելի Ստեյսի Ավետիքյան Արաբյան ջան եւ ռադիո Ստարզի մեր բոլոր ունկնդիրներին, մեր բոլոր երկրպագուներին, անչափ ուրախ եմ այս հրաշալի օրը ինձ ներկա դարձնելու քո հաղորդաշարին եւ ինչու՞ չէ այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ սպասել են։ Շնորհակալ եմ, որ այսօր ես քո հյուրն եմ։ Ես էլ շնորհակալություն կհայտնեմ դարձյալ հրավերս ընդունելու համար։ Մենք այսօր ունենք շատ խոսելիք թեմաներ, բոլորովին դարբեր առաջին հարցազրույցեն, նամանավանդ պիտի խոսենք այսօր ձեր համերգներու հաջողության, նախապատրաստության, ապա պիտի խոսենք դարբեր թեմաներ, որ պիտի չասեմ հիմա կմնե, որովհետեւ բոլորը սպասեն։ Բայց այսօրվա հարցազրույցը կուզեմ սկսել ժողովրդական երգերու մասին խոսելով, այսինքն ժողովրդական երգ, Փանահյուս երաժշտական դեղագործություն։ Ժողովրդական երգի բազմաջյուղ եւ բազմաժանր բնույթը պայմանավորված է ստեղծման ու գենցաղավարման միջավայրի եւ կյանքի հետ ունեցած կապերի բազմազանությամբ։ Ժողովրդական երգը Անահիտ Սահակյանի համար ինչ է նշանակում։ Նախ շատ հետաքրքիր հարցադրում արեցիր, որովհետև նաև դու քո հարցին տվեցիր պատասխանները։ Ես ասեմ, երբ ազգը այնքան մեծ է, ինչքան մեծ է ազգը, այդքան մեծ է նրա երգարվեստը։ Ես հուսով եմ, որ մեր երկրպագուները բազմաթիվ երգեր են լսում եւ ունկնդիրներին ըմբողջնելով հասկանում են ամեն մեկի սրտի եւ մտքի ասելիքը։ Ժողովրդական երգը արդեն բառը ասում է ժողովրդի ծոցից դուրս եկած երգեցողությունն է։ Ընդհանրապես երգը ինքը խոսքի մարմինն է, խոսքը մարմինն է, ձայնի գործիքն է երգը։ Երգը խոսքի ձայնն է եւ նրա գործիքն է, որով խոսքը դարձնում է հնչողությունը բարձր մակարդակի եւ դու կարողանում ես լսել, որը դառնում է երգ։ Երգեցողությունը դա ամբողջ մի ազգի պատմություն է։ Մեր աշխատանքի, մեր ուրախության, մեր տխրության, մեր բառ ու բանի մտքերի փոխանակության այն ուրեմն բանաստեղծությունները, որոնք այսինքն հնչողությունը դառնում է ձայնի համար եւ նա դառնում է երգ։ Երբ դու երգում ես, արդեն քեզ համար ինքը լսողին դառնում է դեղաբույս։ Դա արդեն այն բուժումն է, որ ստացվում է երգեցողության միջոցով եւ շատ գիտնականներ հայտնաբերել են, որ երգով մարդիկ ավելի շատ են բուժվում, քան դեղահաբերով։ Այո, դա մարդկանց հոգեթերապիան է, որ հանում է ստրեսից եւ ինչու՞ չէ ստեղծում է տրամադրություն եւ տալիս է հիշողություն եւ այն արժեքները, որ ամեն մի պարագայում մարդը որոշում է շփվել մարդու հետ երգի լեզվով։ Դա երգը մարդկանց ուրեմն հաղորդակցվելու նաեւ միջոց է։ Որ միտեղ գնում ես, քեզ ասում են մի հատ այս երգը երգի, այդ երգով նրանք ապրում են իրենց անցյալը, նրանց պատմությունը, նրանց ազգային արժեքները եւ դրա համար Ստեյսի ջան, ինձ համար երգը այսքան մի մեծ ամբողջություն է, ինձ համար սեր է, կյանք է, հայրենիք է, զավակ է եւ ամենակարևորը բոլոր տեսակի ոնց են ասում զգացմունքների ամենամեծ տեղն է։ Ժողովրդական երգը ինձ համար իմ արյան կանչով եկած մի բան է, ես անցյալ հաղորդաշարին էլ չկրկնեմ շատ բան հնից ասելու, իմ մայրական գենից եկել է այդ երգեցողությունը եւ ես ինքս իմ մանուկ հասակից ըմբողջնել եմ մեր մեծ վարպետների երգերը, իմ
Վարպետ Հովհաննես Բադալյանին, մեր լեգենդար Ռուբեն Մաթևոսյանին, Օֆելիա Համբարձումյանին, Վալա Սամվելյանին, Նորար Մնացականյանին, Ռաֆի Հովհաննիսյանին, Վարդուհի Խաչատրյանին, Ֆլորա Մարտիրոսյանին, մեր բոլոր այն մեծերին, որոնք այդ երգերով եղել են ամեն մեկի սիրելին եւ նրանք երկրպագվել են մեր ազգի կողմից, իմ խոնարհումը այդ բոլոր մեծերին։ Ես մտածում եմ, որ դա իմ վզնոցն է, երկեցողությունը, որ ամեն օր թալիսմանի նման դու չես կարող բաժանվել։ Ես ամեն օր շփվելուց, տանել գործ անելուց կամ ինչ որ մի բան մտածելուց անպայման իմ ներսում երգն է ինձ գալիս այցի ու ես դրանով ավելի շատ եմ լուծումը գտնում, քան թե որ ասենք այսպես մտածեմ կամ մի որոշում կայացնեմ դրա հետ։ Ոչ, յուրաքանչյուր պահին ես տարբեր տեսակի երգերով եմ ապրում։ Ժողովրդական երգը դա կյանքի իմաստն է, ամեն մի հայի։ Մենք ճիշտ է շատ բազմաճաշակ ենք, բոլորս սիրում ենք, որ ըմբողջնենք այլ ազգերի երաժշտությունը, երգերը, դրանք ժամանակավոր են, բայց երբ որ հոգիդ տխրում է եւ դու ուզում ես ինչ որ մի բանով քեզ վերագտնես ու հասկանաս այդ երգերից, լսողությունից հետո ինչն է քեզ համար կարևորը, դու գալիս ես կանգնում ես մի վերջակետի, որի անունն է ժողովրդական երգ, ու երբ ժողովրդին տալիս ես ու ստանում ես ավելին, այդ քեզ համար արդեն կայացած է։ Ինձ համար ժողովրդական երգը սա է։ Այդքան գեղեցիկ բացադրեցիք, բայց ես կուզեմ մի բան է վստահ լալ թե գասեն, ինչպես թաշնամուրը երաժշտության բանալին է, գասեն թե ամեն բան թաշնամուրով է սկսվում։ Նույն բանը գասեն թե ժողովրդական երգը բանալին է, այլ դարբեր ժանրերի երգերի։ Շիդակ է այդ մեկ արջուկ ճիշտ է թե ես ասեմ, մեր երգի ամենամեծ բանալին Կոմիտասն է։ Մենք առաջինը պետք է մեր բանալին հայոց երգի ու երաժշտության հիմնակարը ամեն ինչը մենք սկսել ենք Կոմիտասով եւ պետք է ասեմ, որ Կոմիտասից հետո այդ բանահյուսությունները եւ մեր երգահանները, որոնք աշուղներ են դարձել, գուսաններ են դարձել Եվ այդ ամեն ինչի հիմքի վրա նրանց տրամադրության, սիրո, աշխատանքային թեմաներով, հայրենասիրության թեմաներով ստեղծվել են այդ ժողովրդական երգերը։ Հետո նոր արդեն վերադասավորվել են կոմպոզիտորական դպրոցը եւ կոմպոզիտորներն էլ իրենց հերթին, իրենց մեկնաբանություններով եւ մեր բանաստեղծներով ստեղծել են այդ մեծ երկարվեստի այդ հաջորդ ժանրը։ Այո, շատ իմաստալից պատասխան հայկական ժողովրդական երգի բահբանված ժանրերում գենսական փոփոխություններով պայմանավորված նորացել է բանաստեղծաերաժշտական գերբարային փոխանցությունը Համամիտ եք այսօր կլսենք ժողովրդական երգեր, որ բոլորովին տարբեր ցևով երգում են եւ մի քիչ ժանրը այսպես փոխել են։ Դուք համամիտ եք այս բոլորին։ Ուրեմն ժանրը ես հասկանում եմ, որ նորովի գործիքավորման կա որ ասենք այն ինչ որ մենք ունեցել ենք հնուց դա մեծ արմատներով պահել ու պահպանել ենք մենք անպայման այդ արմատից հեռու չենք գնացել բայց կան այսօր երդասարդ ծերունդը նոր ուրեմն գործիքավորումներ են անում ավելի ժամանակակից ռիթմերի հետ կապված եւ այդ ռիթմերը փոխելով մի ուրիշ տրամադրություն են տալիս երգին եւ ինչու՞ չէ դա էլ եթե գեղեցիկ է ու շատ չեն կպնում արմատին որ հեմքից չքանդվի, հիմքը կարևոր է եւ այդ գեղեցիկ ծաղիկները նրանք կարողանում են երգել դա այն մի հետաքրքիր համեմատություն անեմ գեղեցիկ ծաղիկները վերցնում ես եւ ուզում ես տեղավորես մի գեղեցիկ վազայի մեջ, հա Ինչպես որ մենք ունենք, ինչպես որ մենք ունենք Եվ այսպես մտածում ես, հիմա ոնց տեղավորեմ, որ ավելի շքեղ նայվի։ Այո։ Դա այդպես էլ երգն է, որ մարդիկ գործիքավորում են եւ դարձնում են մի հետաքրքիր ծաղկեփունջ ու նվիրում են լսողին ու կնդրողին։
Ուրեմն ժողովրդական երգը ջուրավորվում է, որովհետև մենք շատ լավ գիտենք, թե ժողովրդական երգը հարստացել է առանցին ջուրով, որ միշտ համթարդն է, որ այսպես աստեցիկ է, այսինքն երբ կլսենք կաստե մեզի կամ կհուզվինք երաժշտության հետ։ Ձեր գարձիկով ժողովրդական երգը ունի ջուրեր, այսինքն ռիթմիկը, համթարդը, այլ դարբեր։ Իհարկե, նախ ժողովրդական երգը դա մեր արյան կոդն է։ Մեր զգացմունքների, մեր ամբողջ ոնց են ասում հիշողությունների եւ մարդկային արժեքների դաշտն է։ Երբ որ դրան ինքնասիրությունն է նաեւ մեր ժողովրդական երգը, երբ որ դուք կպնում եք այդ ժողովրդական երգը, տեսնում եք շատ ավելի աղավաղված է, անկեղծ ասած շատ տեղեր կան, որ ես ջղայնանում եմ, երբեմն անջատում եմ, դա իմ անջատելով չէ, որ ասենք դա կվերջանա եւ կհասկանամ, որ նորից պետք է գեղեցիկը լավը ճիշտը անել։ Բայց լինում են դեպքեր, որ նորամուծություններ են լինում ու դա ինձ դուր է գալիս։ Ես ավելի ուրախանում եմ ռիթմերի հետ կապված, որ ասենք մի քիչ ասենք երգը տխուր երգ է լինում, փոքրիկ ինչ տրամադրություն են տալիս, դա արդեն ականջին ավելի սիրելի է։ Դուք այսօր որ այո, գեհետևիկ երիտասարդ երգիչ կամ երգչուհիների որ մեկը այսօր ձեր գարձիկով ամենալավ ժողովրդական երգերու մեկնաբանը դարձել է։ Գխոսի մի երիտասարդ երգիչներ, երգչուհիներ։ Նախ առիթից օգտվելով ես ողջունում եմ մեր երիտասարդ երգիչ երգչուհիներին։ Մենք շատ լավ սերունդ ունենք։ Ես հպարտանում եմ այսօրվա մեր երիտասարդ սերունդով, որովհետև նրանք մեր վաղվա օրն են եւ շատ գեղեցիկ մեղեդային եւ շատ հիանալի կատարումներով հանդես են գալի բազմաթիվ ուրեմն միջոցառումներին եւ եթերներով ես բազմիցս լսել եմ դրանք հետաքրքիր պրոյեկտներ են լինում ժողովրդական երգը ոնց են ասում մաքրամաքուր երկերկոցնա ասենք շանթ հեռուստաընկերության երգերի հետ կապված ամբողջ մի մեծ ոսկե բույլ տարիներով նրանք մատուցեցին մեր երիտասարդ ծերունդին։ Այսօր մենք շատ լավ երգիչ երգչուհիներ ունենք, ես ուղղակի չեմ ուզում հիմա անուններ տալ, որ մեկը մյուսից չնեղանան, ես բոլորից սիրում եմ եւ գիտեք ամենակարևորը որն է, որ այդ երգերը կատարելով մի բան եմ խնդրում, ընդամենը երգչուհի դառնալու համար մեծամիտ լինել չի կարելի։ Այսքան բան լինել ավելի դյուրին, ավելի հասանելի, ավելի սրտառատ, երբ որ դու սրտառատ ես եւ բարի ես եւ ամեն ժողովրդի հետ դու հավասարին շփվում ես, դու ավելին ես ստանում Տիրոջից, Բարձրյալից, քան դու պատկերացնում ես, որ մի քանի երգով արդեն վայելել ես սերն ու համակրանքը։ Մեկ վայրկյանում կարող ես կորցնել այդ բոլոր համակրանքն ու այդ նվաճումները։ Դա իմ խնդրանքն ու հարգանքն է մեր երիտասարդ ծերունդին, որոնց ես շատ սիրում եմ ու ուզում եմ, որ ամեն ինչ անեն հավուր պաչաչի։ Ես միշտ ձեր կողքին եմ եւ ձեր ունկնդիրն եմ եւ ոնց են ասում ամենալավ քննադատը։ Սկանչելի անցեք Անահիտ Սահակյան։ Նամանավանդ այդքան գեղեցիկ կնկարագրեք ամեն բան։ Ես միշտ պիտի ասեմ, թե պիտի մնա արմատը ժողովրդական երգերը եւ պիտի մնա բանալին ոչ մեկ ալ դարբեր երգերու կամ ժանրի ասենք ժողովրդականը գար կմնար եւ միշտ ալ պիտի մնա մանավանդ իմ նախընտրած քույներես ժանրերես մեկն է եթե ցերցայնով է ալավելի հապշտակված զմայլած այսպես գլստեմ որ արդեն ներգայալ եղած եմ քիչ հետ կոր պիտի խոսենք համերքին տեսած եմ at ցերփեմի գեցված կը պրոֆեսիոնալ լալը 35-36 տարվա փորձառությունը որ քիչ հետ հանգրվանով պիտի խոսենք անշուշտ 35 ամյա հոփելանական երաժշտական ճանապարհի համերգի երեգոն տեղի ունեցավ Փետրվար 25 2024 թվականին, որը գոչվում էր Գյանք եւ սեր։ Մեր առաջին հանդիպման Անահիտ Սահակյան խոսեցինք համերգի պատրաստության մասին։ Այսօր խնդրում եմ հաղորդեք տեղեկությամբ հաջիկ համերգի նախապատրաստական աշխատանքների մասին։
ինչպես գլինի նախապատրաստությունը, որովհետև շատ երգիտեն թե երկուշան փեմի վրա պիտի թիտեն երկչուհին կամ երկիչին շատ լավ դասավորված ամեն բան շատ գեղեցիկ ձևով, բայց գիտենք թե դժվարությունները կա վարակույրի յետև, որ նախապատրաստական բաժինն է։ Կարող եք հաճիկ մի քիչ տեղեկություններ փոխանցել այդ համերգի մասին, թե նախապատրաստությունը ինչպես էր։ Նախ չեմ ուզում իմ ունկնդիրներին հոգնեցնել կենցաղային կամ մանր-մունր ոնց են ասում պատասխաններ տալով, դրանք շատ մեծ հոգսեր են եւ դա կոչվում է հաճելի հոգսեր, երբ որ մայրը զավակ է ունենում, այդ 9 ամսվա ընթացքում բախվում է 1000 տեսակի խնդիրների եւ նա այդ խնդիրներով հանդերձ իր մարմնի մեջ գուրգուրելով աշխարհ է բերում այդ իր զավակին։ Դա այդպիսի մի զգացմունք է, որ այդ ճանապարհին ես այդ 9 ամիսը մենք կատարում ենք 2-3 ամսվա կամ 1 ամսվա ընթացքում, ասենք աշխատանքներ, համերգային փորձեր, իհարկե ծրագրի եւ մնացած մյուս բեմական գեղեցիկ ձևավորումների, որպիսի հանդիսատեսը վայելի այն ներդաշնակ հարմոնիան, երկչուհի եւ ոնց են ասում բեմի շքեղությունը։ Այդ ամեն մի ներդաշնակ ուրեմն հարաբերությունները ունեն մեծ բարդություններ, բայց ես շնորհակալ եմ իմ ընկերներին, այն թիմին, ովքեր որ ինձ հետ կանգնած են եղել այդ համերգի ժամանակ եւ ընդհանրապես բոլոր համերգներին, սա ես ամեն անգամ կարող եմ կրկնել եւ այն ընտրությունը, որ ես իմ ընկերների հետ զուգ երկեր եմ կատարել եւ եղել են նրանք բոլոր իմ կողքին, ես իմ խոնարհումն ու ոնց են ասում շնորհակալությունս եւ իմ ապրելակերպով ու վերաբերմունքով կարողանում եմ իրենց ունենալ այնքան ինչքան իմ սիրտը ցանկացել է, որովհետեւ նրանք արժանի են դրան։ Իսկապես, իսկ ինչպես եք ընդրում Անահիտ Սահակյան, որ արտիստներն են ցեզ հետ երգելու։ Ուրեմն տարբեր համերգներին, տարբեր ասենք ժամանակ լինում են, որ կան ընկերներ, որոնք քեզ համար ամեն անգամվա համերգներին ներկա են եւ կան ընկերներ, որոնք որ դու ինքդ ընտրում ես, դա մեկը մյուսին դա չի նեղացնում, այսօր ենթադրենք մի երգչի հետ եմ երգել, հաջորդ համերգին մյուս ընկերոջ հետ եմ, մյուս երգիչ ընկերոջ հետ եմ երգել եւ դա գույների գեղեցկությունն է, դա տարբերությունն է, ձայների, նաեւ ինչու՞ չէ, դա չի նշանակում, որ մենք ընկերության դաշտը փոխում ենք կամ մեկը մյուսին փոխարինում է, դե իհարկե անփոխարինելի մարդ չկա, բայց այստեղ փոխարինության խնդիրը չէ, այստեղ ուղղակի համերգի ձևաչափը, որպեսզի շատ նույնատիպ չլինի եւ մարդիկ չմտածեն, որ մեր մյուս երգիչներից մեկն էլ մեկ ուրիշ տեղ ես մեկի միջոցառմանը մասնակցում եմ, հաջորդին չեմ մասնակցում, բայց ես դրանից չեմ նեղվում։ Ես ընդամենը ողջունում եմ ու ուրախանում եմ, որ իմ ընկերոջ կողքին կա այն մեկը, որ զուգ երգ է կատարում իրեն հետ եւ իհարկե տարբեր բեմեր, տարբեր համերգներ, տարբեր ասելիքներ եւ տարբեր երգելավոճեր։ Ամենակարևորը դա է, որ դու տարբերությունն ես ընտրում եւ մեկը մյուսին չի խանգարում եւ դա նորից իմն է, իմ ծաղկեփունջն է, որին ես միշտ տնօրինում եմ եւ ունեմ որպես ընկերություն եւ շնորհակալ եմ անչափ, որ նրանք իմ կողքին են եւ զարդարում են իմ համերգը եւ իրենց ներկայությունով կարողանում են լինել իմ մեջքի եւ իմ ոնց են ասում սրտի անկյունում։ Ես ուզում եմ այդ առիթից նաեւ օգտվելով ասեմ իմ բոլոր ընկերներին հիմա Հովանես Շախբազյանին, որ իմ հայրենակիցն է, եւ իմ հայրենակցուհի Մարգարիտա Մագի Խլղատյանին, որ ինքը միշտ իր երգերով, իր ստեղծագործություններով է հանդես եկել, նա միշտ մասնակցել է, որովհետեւ իր երգերի կատարումը ինքնատիպությունն է ու իրենն է դա։ Իր ստեղծագործությունը դա ավելի ոնց որ հոգու նվեր է, իր երգը նա նվիրում է Անահիտ Սահակյանին կամ մեկ ուրիշ երգիչ երգչուհիներին։ Շնորհակալ եմ եւ շնորհակալ եմ այն ընկերներին, որ այդ համերգին ներկա են եղել Էդգար Խաչատրյանը,
Մարգար Եղիազարյանը, Հովանես Շահբազյանը ասեցի մի մեծ ճանապարհ եմ անցնում Հովանես Շահբազյանի հետ միասին, այնտեղ Ռազմիկ Մանսուրյանը մեր մեծ երգիչ, բոլորիս կողմից սիրված ու հարգված մեր մեծ երգիչ Ռաֆի Հովանեսյանի որդին, մեր հանճարեղ Արմեն Հովանեսյանը, մեր սիրված զույգերը Էմա եւ Վազգեն Թովմասյանները, նրանք հավերժ ինձ հետ են, իմ ընտանիքի անդամներն են։ Ես այսպես ոնց որ Ամերիկայում ստեղծել եմ իմ ընտանիքը, այդ ընտանիքի անդամներն են եւ բոլոր այն մարդիկ ովքեր որ ասենք չեն երկել ինձ հետ ես չեմ անունները տալիս, բայց նրանք են ներկա են եղել ձեր կողքին նստած համերգային դալիճում, դա հավասար է որ նրանք էլ ինձ հետ երկել են, բայց հաջորդիվ իհարկե բոլորս մեկս մյուսի հետ անպայման կերկենք, կարևորը սերն ու հարգանքն ու համակրանքն է, որ մենք կարողանանք իրար ունենալ արժանապատիվ եւ ինչու՞ չէ Ստեյսի ջան, այստեղ մենք այս գաղութում պետք է մեծ ուշադրություն ու հարգանք ունենանք մեկս մյուսի նկատմամբ, որովհետեւ դրա կարիքը ավելի շատ կա։ Մեզ ամբողջնող հանդիսատեսը դրան անպայման ուզում է տեսնել այդ բարին, որ մենք միասին ենք։ Եվ ինձ թվում է մնացած բոլոր հարցերին էլի կպատասխանեմ, չգիտեմ, երևի մարդ կա, որ եւ ամենակարևորը այն թիմը երաժիշտները, որոնք ինձ նվագակցեցին այդ ժամանակ, կային մարդիկ, որոնք կրկնվում էին եւ այդ ժամանակ մենք խոսել ենք դրա մասին, Հովանեսն էր, Լենոն էր Հայաստանից, Փայլուն, հանճարեղ կանոնահարուի Կարինե Հովանեսյանն էր, որ այդ օրը դուք հիշում եք մի հրաշալի եւ մեր քամանչայի մեծ վարպետ Վարդանը Բաղդասարյան, դուդուկի մեծ վարպետ Ռուբեն Հարությունյանը, այն մարդիկ, ովքեր այս գաղութում շատ տարիներ շարունակ ոնց են ասում, ամեն մի ընտանիքին տվել են սեր ու երջանկություն եւ կանգնել են իրենց կողքին, իրենց մեղեդիներով եւ նրանց երգերով։ Շնորհակալ եմ բոլորին, ինձ թվում է այս պահին մի քիչ էլ հուզված եմ, բայց ես ընկերասեր մարդ եմ, ես գնահատում եմ ամեն ինչ իր տեղին։ Ես բոլորին ես ողջունում եմ վստահ նամանավանդ մեծ վարպետ Ռուբեն Հարությունյանին, որ անցյալ երկուշաբթի իմ հաղորդաշարի արդեն հյուրն էր։ Այո, մեր վարպետը եւ մենք հիմա էլի շատ թեմաներ ինձ թվում է կունենանք հաջորդիվ իրենց մասին խոսելու։ Անչափ շնորհակալ եմ, որ այսօր ես այս գաղութում, ես հարազատ էստեղ արյունակից ոչ մեկը չունեմ, բայց ես ունեմ իմ արյան կանչով ձեռք բերված ընկերներ ու ընկերուհիներ։ Այդ համերգներին իմ ընկերների բոլորի, այն բոլոր սպոնսորների, որոնք որ կանգնեցին թեւութիկունք եղան ինձ այդ համերգը կայանալուն, որպեսզի այդ բեմից այդ ոնց են ասում գեղեցկությունն ու երկեցողությունը համատեղելի դարձավ։ Իմ պրոդյուսեր, իմ լավ ընկերուհի Հասմիկ Զալյանին, որ միշտ կանգնած է եղել իմ կողքին եւ մինչեւ այսօր էլ նա ինձ հետ կանգնած է, ես ասում եմ Հասմիկ, մեկ իմացիր, որ դու մեկը իմանաս, ես քեզ համար մի մեծ բրոշ եմ, մինչև այդ բրոշը իր գույները չխամրեցնի, քեզանից չի հեռանալու։ Շնորհակալ եմ բոլորին, եւ լսողներին, եւ հանդիսատեսին, եւ այն մարդկանց, ովքեր որ ինձ հետ իմ կողքին եղան։ Հաջորդիվ էլի խոսելու բան կունենամ, ինձ թվում է դու խորը հարցեր շատ կունենաս։ Մեր հարցազրույցը շարունակական պիտի լինի, որովհետեւ Սա այդ համերգի մասին էր ուղղակի։ Այո, իսկ սույն համերգի հասույթից կումարեք հատկացրել, ինչպես միշտ է կկատարեք բարեգործություններ Անահիտ Սահակյան։ Ում եք հատկացրել հասույթի կումարը, խոսենք այս համերգի մասին։ Ուրեմն 24 թվականի կյանք եւ սեր խորագիրը կրող համերգից ես գումար եմ, ես միշտ իմ համերգներում ունեմ բարեգործական եւ ինձ ճանաչողները գիտեն, որ առանց դրա իմ երգերը չեն կարող լինել։ Այդ տարվա բարեգործական ուրեմն ասույթը մենք տվեցինք Հայաստանի Անի հիմնադրամին աուտիզմով հիվանդ երեխաներին, որոնք որ շատ տաղանդավոր երեխաներ են, մեր վաղվա օրը նրանք ավելի գեղեցիկ մղումներով կարող են ազգապաշտպան եւ ազգանվեր գործեր ունենալ եւ դա ինձ համար պատիվ էր։ Ներկայացուցիչը այդ ժամանակ համերգին ներկա էր մեր սիրելի Մարիամ Մանուկյանը, որ հոգաբարձուների խորհրդի անդամ էր եւ նա իր ձեռքով կարողացավ այդ հասույթը հասցնել
համապատասխան տեղին։ Շնորհակալ եմ ես։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Ես էլ եմ շնորհակալ։ ձեզ, որովհետև միշտ բարեգործություններ կկատարեք, ովևէ մեկ համեր կամ ովևէ մեկ այսպես հավաքույթ լայև տրամահավաքը լայսինգ գրնանք տրամահավաքս էլ գամ նույն ժամանակ համերգի հասույթ են Այո, դուք տարբերություն կդրամատրեք չկա, այդ դա արդեն կոնսեպտից բարեգործությունը ցանկանում ես, անում ես, այնպես որ առանց դրա չի լինի։ որովհետև գխոսինք հասույթի մասին, որովհետև գխոսինք այդ համերգը եւ 2024 թվականին մնանք 2024 թվականին դեղի ունեցել է ծեր անվան երկերաժշտության դասարանի բացման հանդիսությունը Ախորյան թիվ 1 դպրոցի համար է որ գխոսինք որ դուք եղել եք Ախորյան դպրոցում ինչ տեղեկություններ ունի Կանահիտ Սահակյան հաղորդելիք Թասարանի վերանորոգման մասին իմիջայլոց որ դուք պիտի խոսիք մենք պիտի տեսնենք նկարումը ինչ տեղեկություններ ունիք հաղորդելիք հաջիկ Ստեյսի ջան, ես հասկանում եմ դուք խորը ուսումնասիրել եք իմ կյանքի էջերը։ Ես հուզվեցի, որ դուք այս հետաքրքիր բաներով շատ ոնց են ասում հետաքրքրված եք։ Սա իմ երազանքներից մեկն է, որ իկա դարածվեց մեր դպրոցի դիրեկտորի եւ ոնց են ասում կազմակերպության հետ միասին մեր համայնքապետի եւ դպրոցի ուրեմն ամբողջ ազնագազմով առաջին անգամ երբ ես իմ դաշնամուրը նվիրեցի երկերաժշտության դասարանին եւ եղա դպրոցում տեսա որ դաշնամուրը շատ ոչ բարվոք վիճակում էր Եվ ես ցանկանում էի, որպեսզի նվագել ու մի տեսա, որ դաշնամուրը վատ վիճակում էր, շատ հուզվեցի։ Եվ նույն պահին զանգահարեցի եղբորս, ասեցի, որ Երևանից դաշնամուրը բերում ես ու նվիրում ես մեր երկերաժշտության դասարանին։ Եվ այդ ժամանակ ես մի ոնց որ այսպես հոգիս խաղաղված եկա Հայաստանից Ամերիկա։ Հետո դրանից հետո ինձ զանգահարեց դպրոցի ուրեմն դիրեկտորը եւ ասեց Անահիտ ջան մենք մեծ սիրով ուզում ենք որ այդ երկերաժշտության դասարանը քո գիտեք դա այնքան փոքր բան էր դա մի երևի դա պետք է լիներ մի փոքրիկ այսպես ցանկություններ որ ես կատարեցի բայց նրանց վերաբերմունքը ինձ համար շատ պատվարժան էր ու ինձ ավելի պարտավորեցրեց որպեսզի ես ավելին անեմ ու ինձ դա աստվածահաճո էր պատահական չէր աստված ուզեց որ այդ մեկի միջոցով այդ դասարանի ամբողջ պատասխանատվությունը ես կրեի ու երբ որ ես գնացի այդ տարի Հայաստան մտա դպրոց տեսա որ այդ երկի դասարաններից ամենամեծը ընտրեցինք որ դպրոցի դասարանները մի փոքր էին ես ասեցի որ երկի դասարանը պիտի ունենա ակուստիկա որովհետև նվագելուց առողջությունը երեխաների առողջությանը չվնասի լսողությանը դա այդպիսի մենք խնդիրներ կան պետք է լինի ավելի մի քիչ ընդարձակ որպեսզի երաժշտությունն լավ լսվի եւ կարողանան երեխաները երկելուց իրար չխանգարեն Եվ իմ դպրոցի դիրեկտորը, որ ինձ շատ շնորհակալ եմ Տիկին Աննային, այդ ժամանակ եւ նա ասեց Անահիտ ջան, դու ոնց ուզես, այդպես էլ կլինի։ Եվ անցանք գործի, կատարվեց ամբողջ աշխատանքները եւ հետո գույքը, մենք գույքը տրվեց եւ մի հրաշալի օր ունեցա դպրոցում հանդիպեցի բոլոր երեխաների հետ դպրոցի եւ այդ օրը նաեւ ինձ հյուր եկան Երևանից իմ երկիչ երաժիշտ ընկերները ճիշտն ասած ես չէի սպասում շատ հուզված էի ինձ համար դա նաեւ մի զավակի ծնունդել դա էր ինձ համար Այսպես ուրախ նոտայով կարողացա հոգիս խաղաղացնել եւ որ դու մի բարի բան ես անում, հա, ես միշտ մտածում եմ ամեն երեկո քնելուց ես ասում եմ շնորհակալ եմ Տեր Աստված, որ այսօր էլ մի բան կարողացա, դա գիտեք չափը մեծ լինելը չի, թեկուզ մի գեղեցիկ բարի խոսքով էլ դու քո ընկերոջ հետ զրուցելիս, խոսելիս մի լավ բան ասում ես, դու արդեն քո ոնց են ասում կատարյալ լինելը հասկանում ես, որ դու մի լավ բան արել ես։ Այո
Ու այսպես շարունակական ճիշտ ասած ես չեմ ուզում շատ մանրամասը հոգնեցնել մի գործ է որ արել եմ որից ես լավ եմ զգում եւ հիմա գնալու եմ այս տարի Հայաստան եւ խոստացել եմ որ ես իմ դպրոցում որ դալիճը պիտի մեր ուրեմն համայնքապետը ասեց որ Անահիտ ջան մինչև դու գաս մյուս տարի դպրոցի դալիճը պատրաստ կլինի եւ ես խոստացել եմ որ համայնքում մի հրաշալի համերգ ունենալ իմ դպրոցում որտեղ ես իմ պատիվն ու հարգանքն եմ ձեռք բերել Այդքան լավ լուր է դուք ասեցիք թե ձեր գործընկերները Երևանից ներկա էին Այո Հասարանի փացման հանդիսությամբ ոչ թե միայն ձեր գործընկերները ներկա էին այլ ներկա եղել է Ախուրյան համայնքի ղեկավար Զավե Մանուկյանը Համայնքի այո պարոն Մանուկյանը ներկա է նա շատ պատրաստական է եւ շատ նվիրական է համայնքի համար եւ նա ինքը ասեց Անահիտ ջան սա մի հետաքրքիր չելենջ էր որ դպրոցի ուրեմն դալիճն է բարվոք վիճակում չէր ճիշտ ասած մտածում էի որ կարող է նորից անցնենք դպրոցի դալիճը վերանորոգելուն ելի այստեղ մարդիկ կային որոնք այդ նույն դպրոցում սովորել էին Դավիթ Սաֆարյանը որ այդ դպրոցի մեջ դասարանները նորից վերանորոգել էր եւ նաև ոնց է հոգին խաղաղ էր այդ ամեն արածի համար եւ պարոն Մանուկյանն ասեց ոչ այդ ես եմ անելու իմ սեփական ուրեմն ընտանեկան բյուջեից որ դուք այդ օրը գաք եւ ես սեպտեմբերին ընդեղ լինելու եմ եւ ես գիտեմ որ պարոն Մանուկյանի ասած խոսքը գործ է եւ մենք միասին այդ գեղեցիկ միջոցառումը կունենանք համերգ երեկոն Եվ մենք էլ գիմանանք տեղեկությունները Անպայման, հաջորդիվ արդեն մյուս հանդիպումներին կպատմենք մեր մյուս արած գործերի մասին։ Ձեր այցելության միջոցով է թե դուք իմացաք թե դպրոցը կամ դասարանը վերանորոգման կարիք ունի կամ Ես արդեն տեսա, ես որ դաշնամուրը տեսա այդպիսի բարվոք վիճակում չէր եւ տեսա որ ինքը համապատասխան տեղում չէր, շատ հուզվեցի եւ կան բաներ որ լռությունն ավելի շատ գործ է անում, քան ասելիքը Ստեյսի ջան Չլինի որ իմ անորից էլի գյումրեցի լինելս եմ առաջ բերում որ գլուխ գովելով եմ խոսում ես ինքս ինձ հետ եւ բոլոր մարդիկ լսում են ոչ սիրելիներս ես գլուխ գովան չեմ ուղղակի գլխիս հնարավորության սահմաններով արտահայտվում եմ Ես միշտ գասեմ թե բնավ չեմ եղել Գյումրի Բայց Գյումրեցիները հրավիրում եմ անցյալ տարի ես քեզ ասեցի որ ես քեզ հրավիրում եմ հույս ունեմ որ Գյումրին քեզ շատ սիրառատ կընդունի եւ դու այ կգաս կսկսես այդ եթերից գլուխդ գովել որպես գյումրեցի Գասկած չունեմ ես միշտ կասեմ թե Գյումրին մի դարբեր դեղ ունի իմ սրտում նամանավանդ յուրաքանչյուր երկուշաբթի հաղորդաշարի կմիանա Գյումրիցի բանաստեղծուհի Հասմիկ Գրիգորյանը եւ Գասմունքե իր ստեղծագործություններն այսինքն այդ բանաստեղծությունները որ ինք իր ստեղծագործությունները Գասմունքե հաղորդաշարի ընթացքում հիմա որ գեհդեվի քիչ հետ կանամակները պիտի գարտամ մեր Գյումրեցի բանաստեղծուհին ողջույնները շնորհակալություն թե Ես ուզում եմ Տիկին Հասմիկին նորից ողջունել բազմիցս լսել եմ իր բանաստեղծությունները եւ մի մոռացեք Ստեյսի ջան որ Գյումրին արվեստի ու արհեստի քաղաք է, այնտեղ ովքեր ոնց են ասում, ծնունդ են առել եւ նրանց մեջ մշակույթը արտնացել է, ուրեմն ամեն ինչ գերազանց է եւ գերագույն հաճույք է բոլորի համար։ Ես իմ գյումրեցիներին բոլորին սիրում եմ, ողջունում եմ եւ ասում եմ, որ երջանիկ եմ, որ ես գյումրեցի եմ։ Շնորհակալ եմ, որ դուք այդպիսին եք, որ միշտ թույլ եք տալի մեզ օտարափերում էլ ձեր պատվի համար մեր գլուխները գովենք։ Այսքան բան։ Մերն եմ ես Գյումրիի համար, մերն եմ ես հայկական հողի համար։ Ես գյումրեցիների համար խելագարվին գ։ Գարտամ մի քանի նամակներ նախքան հաջորդը ցույց տալս, որովհետև պատրաստած եմ հաջորդը։ Ուրեմն Մարալ Սանտուրյանը գսե Փարի եկած է վարսկերնիտ կադար շատ շնորհակալ ենք թե հյուրընկալած է Անահիտ Սահակյանը Անահիտ Սահակյան գսե լոկալյանը բրավո ծափահարություններով ձեր վարսկը կադար դպրոցի մասին է որ գխոսի ահա Վասիկ Փանաստեղծի Հասմիկ Գրիգորյան գսե այո ամեն բարի գործի մեջ Աստծո կամքը կա եւ միջամտությունը որ գայանում է քնահատվում է եւ բարի մարդկանց ենք հանդիպում
միացած է մեզի Միլանդան գսե հրաշալի գեղեցկուհի մնե շատ գեղեցիկ է Անահիտ Սահակյանը ապա շնորհակալություն բոլոր լավ գործեր կատարելու համար Անահիտ Սահակյան շնորհակալ ենք բարի եկել մեր հարգելի երգչուհին Անահիտ Սահակյանը բրավո այս բոլոր լավ բարեգործություններուն համար ինչ որ գրած են այդ մեկը կարդամ Գպարևեմ ցեզ Իստանբուլեն գսե Միլանդան Ստեյսի ինչպես միշտ հոյակապ հայտակեր է որքան գեղեցիկ Հայաստանի հայերեն անուշ լեզվով գխոսի Ստեյսին վարժված են արևմտա հայերեն ու մի քիչ արևելա հայերենա պետք է խոսին բարձկերնիտ կդար Անահիտ Սահակյան հրաշալի բարեգործություններու համար Աբա բարևներ Արժանտինեն հավասիկ կպարևեք է որքը շնորհակալություն կհայտնի թե հյուրընկալած եմ եւ հարադեv հաջողություն կմաղթե Անահիտ Սահակյանի Շնորհակալ եմ Հավասիկ միացած է մեծ վարպետ Կարապետյանը Հայաստանից եւ սիրտերով ծափահարություններով Շնորհակալություն կհայտնի թե հյուրընկալած եմ վստահ դուք ունեցաք այդ հանդիպում մեծ վարպետ Կարապետյանի եւ Զուքերկ մեծ երկի մեծ երկի ոնց են ասում դպրոց ունեցած մշակույթով ապրած հարազատ մարդ է ինձ եւ նա ապրում է բոլորի եւ ձեզ է շատ սիրում եւ ձեր հաղորդաշարի հյուրն է միշտ Ես իրեն հայրիկ եմ գոչում, որովհետև իմ երկրորդ հայրը, իմ հայրս անտիաշխար երթալենից, հավասիկ ունիմ ես Կարապետ հայրիկը և գշնավորեմ հայրերու դոնը Կարապետ հայրիկ։ Մի քանի նամակներ եւս ապաբիդի անցնինք հաջորդին, այո դուք շատ անգերձ եք եւ համեստ Անահիտ Սահակյան, բրավո, ջան գեցեն մեր շնորհալի գյումրիցիները, գրած է Հասմիկ Գրիգորյանը։ Աբա քնարիկ ավետիկյան չարեկյան վերջին նամակը գարտամ շատ եմ, բայց պավարարվին Անահիտ Սահակյան, վաստակավոր եւ դաղանթաշատ երգչուհի, շատ հմայիչ է ձերցայնը ու երգեցողությունը, նամանավանդ կատարումը, մեր ներկա թարու սոխագը, ցայներնիտ միշտ թալար մնա, բարսկերնիտ կատար եւ բրավո։ Շնորհակալություն։ Վերջին նամակը կարևոր է պետք է գարտամ դուք պիտի իմանաք ով է Welcome to Radio Stars my good friend Անահիտ Սահակյան իմ հետ գաբունի անցը ով է արդյոք Անահիտ Սահակյանը Ով գրած է այս նամակը Գսե բարի եկած եք մեր ռադիոյեն ներս շատ լավ բարեկամ շատ լավ մարդ Անահիտ Սահակյան ով է Արաբյանը Pierre Արաբյանը Pierre գողջունե եւ գսե բարի եկած Շնորհակալ եմ էլի ձեր տան հյուրն եմ էլի տեսնում եք ես ձեզ շատ եմ սիրում Նույնպես մենք Հաջորդը ունինք վիդեոմը պիտի դենք միասին պատրաստ եք Իհարկե Դիտենք Բարև ձեզ սիրելի Ստեյսի սիրով ողջունում ձեզ եւ ձեր հաղորդաշարը Այսօր փորձեցինք միասին անակնկալ մատուցել Անահիտ Սահակյանին, դուք ինձ դիմել էիք մի քանի հարցով ու ես մեծ հաճույքով այս տեսահաղերձը հղում եմ ձեզ եւ ուզում եմ ասել, որ ինձ համար միևնույն ժամանակ շատ հաճելի է խոսել իմ մայրիկի մասին, բայց միևնույն ժամանակ շատ դժվար եւ բարդ, որովհետեւ առհասարակ ծնողի մասին խոսելը միշտ ավելի դժվար է, քան ինչ որ ուրիշի մասին, որովհետեւ առհասարակ բառեր գտնելը, որպեսզի կարողանաս ճիշտ կերպով բնութագրես ծնողին, շատ դժվար է Կարող եմ ասել միայն մի բան, որ մայրս ուղղակի իր տեսակով շատ ուժեղ անձնավորություն է ու ինքը միևնույն ժամանակ կատարել է թե հոր, թե մոր պարտականությունը ինձ համար Ես մի կողմից նաև եղել է խստություն, բայց մյուս կողմից եղել է շատ ճիշտ ազատության ընձեռման հնարավորություն, որի համար որ ես շատ շնորհակալ եմ ու շատ ուրախ եմ, որ ես միևնույն ժամանակ այդ խստության մեջ, բայց միևնույն ժամանակ այդ ազատության մեջ կարողացել եմ ինքնուրույն կայացնել որոշումներ ու ինքս կայանալ եւ ի վերջո ընտրել այն ամենը, ինչ ինձ համար ճիշտ է ու ինչ ինձ համար անհրաժեշտ է Կարող եմ ասել, որ մայրս ինքը միշտ հարթեցնողի դերում է,
ինքը իր կյանքում ոչ միայն իմ կարծիքով, հա, հարթեցնող, բանակցող, կոնֆլիկտներ չսիրող է ոչ միայն տանը, ինձ թվում է նաև ընկերական շրջապատում, որովհետև իմ կարծիքով մարդիկ ունեն որոշակի բնավորության գծեր, որոնք որ անդրադառնում են թե ընտանիքում եւ թե հարազատների, թե ընկերների, թե ծանոթների վրա ինքը իր տեսակով նաև շատ լավ տատի է, կարող եմ ասել, որ այն խստությունը, որ ինչ-որ միտեղ եղել է իմ վրա, ազդել է, իմ ընդհանրապես չի գործում իմ աղջկա վրա, որովհետև ինքը շատ երեստվող տատի է, որ երբեմն մենք ասում ենք, չէ, մամա ջան, վերջ, հերիք է, բայց ինքը այդ սահմանը հələ չի հասկանում ու ինքը միշտ ասում է, որ ես պետք է ամեն ինչ անեմ, դուք հետո կդաստիարակեք, ես պետք է իրան երես տամ, ես պետք է անեմ այն ամեն ինչը, ինչ որ ես եմ ուզում։ Մենք էլ իհարկե ֆիզիկապես շատ հեռու ենք գտնվում, բայց միշտ տեսազանգի միջոցով փորձում ենք այնպես անել, որ թեկուզ այդ մինիմալ կարոտը կարողանանք ապահովել։ Ինչ կարող եմ էլ ասել, հեսա Մելիային էլ կասեմ, որ ինքն էլ անպայման գա ու տատիկին ողջունի, Մելիան էլ իր կողմից տատիկին կողջունի ու կասի, որ ինքը շատ սիրում է իրան։ Ուրեմն մանկության մասին կարող եմ ասել, որ ես իմ մանկությունը անցկացրել եմ Գյումրիում, մայրիկին միշտ ասում էի, որ ինձ ամեն հնարավորության դեպքում շուտ հասցնի Գյումրի, որովհետև ես տատիկիս տանն էի լինում ու այնտեղ մնացած բոլոր մորաքույրերիս երեխաները գալիս էին, մենք միշտ միասին խաղում էինք ու ոչ միայն ամբողջ բակի երեխաների հետ միասին ու հետո տեղափոխվում էի մի մորաքրոջս տանից մյուսի տուն ու այդպես թեկուզ ամառային արձակուրսները մի քանի ամիս անցկացնում էի ու միշտ շատ էր ցանկությունս ինչքան հնարավոր է երկար լինի եմ այնտեղ, ինչքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնեմ ու շատ մի պատմություն կա, ոչ միայն պատմություն, այլ այդ մանկությանս բոլոր տարիները այդ տեսակ է անցել։ Ես ունեի շատ մեծ բոնուսային տարբերակ, ուրեմն տատիկիս տան հարևանությամբ կար մթերային խանութ, որտեղ որ ես ունեի գնումներ կատարել, անսահմանափակ գնումներ կատարելու հնարավորություն ու միշտ եթե ինչ-որ մի բան էի ցանկանում, այն ժամանակներով պաղպաղակ, քաղցրավենիք, միշտ գնում էի ու ասում էի, որ ես ինչ բան ուզում եմ, այսինքն այնտեղ կար sense տեյտր, ցանկ, որ բոլորը այնտեղ առևտուր էին անում ու ես առաջի հաճախորդներից էի, որ ցանկություններս միշտ իրականացվում էր ու այդ հնարավորությունը ոչ միայն օգտագործում է ինձ համար, այլև միշտ բակի երեխաներին ու մնացածներին պաղպաղակներ էի գնում, քաղցրավենիքներ էի գնում ու մայրս որ գալիս էր Գյումրի տատիկիս տուն, առաջի բանը որ անում էր, գնում էր խանութ ու ասում էր գնամ տեսնեմ այս անգամ ինչ ես արել, ինչքան ես բոլորին հյուրասիրել ու ինչ եմ սա ասում, որ անգամ թեկուզ այն ֆիզիկապես բացակայությունը, հա, որ եղել է, որ ես եղել եմ հեռու կամ տատիկիս տանն եմ անցկացրել, միշտ ինչ որ մեկից մի բան խնդրելու հնարավորություն չի եղել, որ ես թեկուզ ինչ որ մի բան եթե ցանկանամ, ես դրա հնարավորությունը ունենամ, ինչ ուզենամ վերցնեմ, ինչ ուզենամ անեմ, այսինքն իմ սրտի ցանկությունը միշտ իրականացվել է ու դրա համար էլ ես նրան շատ շնորհակալ եմ ու մինչև այսօր էլ այդպիսի ինչ որ մի բան չեմ հիշում, եթե ես ինչ որ մի բանի կարիք կամ ցանկություն ունենամ, մայրս միշտ իր հնարավորության սահմաններում եւ անգամ ոչ իր հնարավորության սահմաններում միշտ փորձում է անել ինձ համար։ Ես ցանկանում եմ նրան շատ մեծ մասնագիտական հաջողություններ, որովհետեւ գիտեմ, որ երգը դա իրեն համար ոչ միայն մասնագիտություն, այլև ապրելակերպ ու ինքը իսկապես հոգով սրտով արվեստագետ է։ Մի քիչ բարդ է իհարկե այն տեսանկյունից, որ իր ներաշխարհը շատ ավելի խորն է, ես մի քիչ այլ տեսակ մարդ եմ, հա, մենք շատ տարբեր ենք մենտալիտետներով, որովհետև ես արվեստագետ չեմ, ճիշտ է, ունեմ տաղանդներ, որը որ փոխանցվել է մայրիկից, բայց ինքը շատ հարուստ ներաշխարհ ունի։ Ինչ եմ ուզում ասել, շատ սիրում եմ նրան, հույսով եմ, որ մենք հնարավորություն կունենանք
մեր ամբողջ կյանքի կտրվածքում ավելի շատ հանդիպելու, իհարկե ստացվել են ինձ, որ մենք իրարից ֆիզիկապես հեռու ենք գտնվում, բայց այդպիսին է կյանքը, այդպիսին է իմ կյանքի որոշումը, իմ ընտրությունը ու չգիտեմ, բառեր չկան, որ ես կարող եմ բնութագրել նրան, շատ սիրում եմ, շատ կարոտում եմ, հույսով եմ մենք անպայման շատ շուտով կհանդիպենք։ Պաչիկներ։ Շատ կուզված եմ ճիշտն ասած, ուղղակի չէի պատկերացնի, որ այսքան բան կարող եք անել, չի Սերած զրդիս մեջ կբարեմ, երասներում կտապարեմ, և չեմ թողնի, որ հեռանաս, որ իմ սերը դու մոռանաս, քեզ կժպտամ ու կգրկեմ, որ քո սիրով հավերժ ապրեմ, միայն կասեմ, որ սիրել եմ ու սիրում եմ քեզ։ Անահիտ Սահակյան, Երասներում Գյումրի սոխակ, թողնի, որ դու հեռանաս, որ իմ սերը շուտ մոռանաս, անգարելի թե մորանանք մենք իր սերը։ հավերժ ապրեմ, միայն Չը։ քեզ։ Լսեցինք թե իմանամ երկին բարերև երաժշտությունը, եթե գուզեք մեզի դեղեկացնել ով գրած է արդյոք, գիտեմ շատ լավ բարեկամ։ Այս երգը գրել է իմ շատ սիրելի ընկերուհի Սուսաննա Ղարիբյանը, նա շատ մեծ աստվածատուր շնորհք ունի եւ բազմաթիվ երգերի հեղինակ է եւ երաժշտությունը եւ երգը գրել է, ես շատ սիրով խոստացել էի, որ այդ երգը կկատարեմ ու իսկապես դա ստացվեց իբարսի պատիվս իր խնդրանքի եւ ես մեծ սիրով դա կատարել եմ եւ շատ լավ երգ է ստացվել։ Շնորհակալ եմ Սուսաննա ջան, եթե լսում եք, շնորհակալ եմ այս գեղեցիկ երգի համար, որ մենք մեկս մյուսին նվեր արեցինք։ Ողջույններ Սուսանային իմ կողմից։ Անպայման մեծ սիրով ողջույններս, բայց ես հələ այրվում եմ այդ անակնկալից, նախ չափից ավել հուզվեցի, հետո ընկերները հեռախոսով զանգեր եկավ ու խառնվեց ամբողջ իրար։ Սա մի այնպիսի անակնկալ էր, որ երևի չեք պատկերացնում, անկեղծ եմ ասում, ես մենակ հուզված էի ու մինչև հիմա չեմ կարողանում հանգստանալ։ Եվ դա ամեն ինչ խառնեց իրար։ Շնորհակալ եմ, Մերի ջան։ Երբեմն այսպիսի անկեղծությունները ուրիշ արժեքներ են։ Այո։ Ու ինքը այնպիսի աղջիկ է, որ Սեսի ջան, երբեք նա ինձ այսքան խոսքաշեն չի եղել իմ նկատմամբ, ինքը իր զգացմունքը այդպես չի շռայլել, չի ասել, այս անգամ չգիտեմ այդ Մենք շատ երկար խոսել ենք ես եւ Մերին եւ ես Մերիեն խնդրեցի թե անպայման ծեր սրդի փապակը գատարե եւ կոնե մի անգամ զուգերկը ներկայացնեք եւ պեմպարսանա Ես միշտ խնդրել եմ ինքը միշտ մերժելա գոնե ձեր խնդրանքով այս անգամ մի բան անի հաջորդ ամերիկին Պիտի չի մերժե ուրեմն խնդրեցի Մերիեն հարկելի Radio Stars-ի ագնտիրներ եւ ունգընտիրներ վիդեոն որտի դեցինք Մերի Սահակյան մեր հարկելի հարկարժան հյուրի դուստրն է եւ երբ Մերիեն խնդրեցի ամին չափես պատասխանեց եւ մեծ սիրով ասավ մամային համար անպայման կպատրաստեմ վիդեոմը ինքը սուրպրայզ էր այո իսկապես սուրպրայզ էր ասիկ դիտենք Դե ողջունի մի հատ բոլորին, ասա բարև Ալեգես Ես Միլան եմ Ես Ես աչիկան Ես իմ Անահիտ տատիկին շատ եմ սիրում Շատ եմ սիրում Ապրես Շատ եմ սիրում Դե մի հատ սրտիկ կանես բոլորին Շատ լավ սրտիկ ես անում, ապրես դու Դե մի հատ էլ պաչիկներ ուղարկի Դասա, որ ես շատ ուրախ եմ Ես ուխարս եմ Ուրախ եմ Ես խանսես եմ Ես դալաում եմ խանսես Դու դառնալու ես պրանսես Հա, վերջ, կարևոր է մենք դալաում գիտենք եմ պոլիս Ես դալաում եմ դիժի Հա, այսինքն դու դառնալու ես պոլիս Հետո պրանսես ու բժշկուհի Շատ լավ մասնագիտություններ ես ընտրել աղջիկս, ինչ խոսք Դե, ասա, որ ես շատ եմ սիրում իմ տատիկին Ասա, ես իմ տատիկին շատ եմ սիրում Ես անոն տատիկին սիրում եմ Շատ ուրախ եմ, որ շուտով հանդիպելու ենք Ուրախ եմ Որ շուտով Ուրախ եմ Որ շուտով Շուտով հանդիպելու ենք Շուտով համիտոն եմ Հանդիպելու ենք Համիտոին ենք Ապրի Մելան
Դասահաջողություն, հաջողություն, դե պաչիկներ ուղարկի։ Անայից Սահակյան անագնգալները շատ են այսօր։ Ինչ լավն է, ինչ Ահա, լավ։ Վասիկ տեսան։ Չգիտեմ, արդեն վառվում եմ, մի տեսակ էսպես լարվածությունը։ Միլան Շնորհակալ Սերբյանքն է։ եմ։ Միլան Իմ Սերբյանքն է։ այ ձեռքբերումը սա էր նայել։ Ամենաթանկ ձեռքբերումներ իմ կյանքի, որ դուք ասում եք ինչ ձեռքբերումներ եք ունեցել, սրանից թանկ ձեռքբերում էլ չկա աշխարհում։ Շնորհակալ եմ Մերի ջան, շնորհակալ եմ Բալես, որ դու կաս, քո գեղեցիկ ընտանիքը, իմ հրաշալի փեսան, իր թորնուկը, չգիտեմ, հավատացեք, ես շատ խոսքաշեն եմ, բայց արդեն բառերս լռել են զգացմունքից։ Այո, կհասկանամ։ Մերին շատ լավ բան ասեց։ Գնամ հասնեմ իրենց, շատ եմ կարոտել։ Մերին այնքան լավ բան ասեց, թե ինք երբ ոչ ասում է դուք կասեք թե ոչ պետք է անպայման Միլան այդ մեկը անինչ որ պետք է թողանի այդպես է Ես Մերին այնքան ոչեր եմ ասել ու Մերին շատ հնազանդ էսպես չի եղել որ շատ հնազանդ է եղել կատարել է բան բայց ես աշխատել եմ որ այդ ոչերը իր ժամանակին բայց հիմա թորնիկին մի տեսակ ոչ ասելը ոնց որ կարոտս կես ա լինում հասկանում եք այդ կարոտը ոնց են ասում այսպես համատեղում եմ այդ կամեցողության կամ ինչ որ մի բան անելուն թույլ տալու համար իսկ Եթե այսօր հիմա որ գհետևին Մերին դեսա արդեն գքրե Մերին բայց հավանաբար Միլան քնել է հիմա Ինչ իմաստ ունի ցեզի համար գիտեմ զավակը ամեն բան է ուրախություն է աշխարհ է բայց այսօր գխոսենք Միլայի մասին ծեր թուստրի աղջիկը ծեր թորնիկը Ինչ փոխեց ծեր կյանքից Միլան Գիտեք, ես միշտ ապրել եմ շատ ծանր ճակատագիր եմ ապրել, բայց դա ամեն ինչով կոմպենսացրեց մերի աշխարհ գալը եւ ինձ նորից կյանք տալը, նորից ինձ երկին դարձնելը որպես ընկեր, որպես սեր, կյանք արժեք, ես ամեն ինչ կապված է մերի հետ Ամեն ինչ կարողացա այդ երկի ճանապարհով ստեղծել, որպեսզի նրա կյանքը երկելով գեղեցիկ, մերին մեծացել է մանկությունն անցել է բոլոր բեմահարտակների վրա։ Այդ մեծ համերգային բեմերում միշտ ինքը պատրաստ, ինքը շատ լավ երգում է։ Ինձ հետ փոքր ժամանակ երգում էր, բայց հետո արդեն որ մեծացավ, մի տեսակ կոմպլեքսներ ձևավորվեցին եւ չուզեց։ Բայց ես հույս ունեմ, որ դա իմ խնդրանքն ու երազանքն է։ Իսկ թորնիկի մասին, թորնիկը դա մի ուրիշ աշխարհ է։ Մի օր ինձ ասեց, ինձ է շատ սիրում, թե թորնիկից։ Ասի, ուրեմն ես քեզ աշխարհի չափ եմ սիրում, բայց նորից քո սիրով, քո զավակին եմ սիրում։ Երկու սեր եմ դնում, մեկը իմ սերը որպես տատիկ եւ քո սերը որպես մայրիկ, որովհետեւ դու իմ զավակն ես, ինքը քո զավակն է։ Եվ մեր երկուսի սերը միասին դարձել է տատիկի սերը։ Այնպես որ այդտեղ խանդել պետք չի, ոչ էլ ասել, որն է շատ սիրում, ինձ թեմել այն։ Բոլոր տատիկ պապիկները հիմա ինձ կասեն, որ դա անբացատրելի սեր է ու զգացմունք է ու չգիտեմ մի ուրիշ աշխարհ է։ Այո Եվ դա իրոք կյանքի իմաստն է, իմ ապրելու իմաստը, իմաստավորվեց կյանքս, որ հավերժ իմ կյանքի ճանապարհին պիտի լինեն թորնիկները, ես էլ մի ուրիշ ձևով կարողանամ, չկարողացա օրորոցային, ճիշտ է, մի քանի անգամ երգել եմ թորնիկիս համար Երևանում, բայց շատ կուզենայի, որ ավելի փոքր տարիքից այդ օրորոցայիններով ես կարողանայի թորնիկներից մեծացնել։ Երևի դա էլ կլինի, առաջ Աստված։ Աստված վահե իրենց ուրախ օրերը բարգեւե կներեք թե հուզվեցակ Անահիտ Սահակյան բայց ես ուզեցի ես ուղղակի խենթացա ինձ համար շատ ուրախ եմ որ անջատվեց այդ ամեն ինչը դուք իմ հուզմունքը չտեսաք բայց սիրեցիք անակնկալը լավ էր սա սիրելի չէր սա գժվելու բան էր սա հիանալի բան էր ապրես տեսի ջան դու միշտ այդ այնց հետաքրքիր սյուրպրիզներ կանես հրաշալի մարդ ես քո մտածելակերպն էլ է յուրահատուկ Քո հաղորդաշարին մեծ գեղեցկություն է տալիս ժպիտը, ուրախությունը, տրամադրությունը։ Իսկապես տոն ես դարձնում եւ քո հաղորդաշարը, եւ քո հյուրերին, եւ քո ունկնդիրներին ու ակնդիրներին։ Շատ շնորհակալ եմ ուրախություն կվաճառե ինձ եւ աստկանահատական խոսքեր ավերի տրամադրությունս մի բարձր գբահե։ Որովհետեւ մենք անակնկալները հավասիկ ցույց տվինք, աբա թաթարը պիտի առնենք վիդեոյով մա
խնդրեց մեր հարկարժան հյուրը թե վիդեոն դիտենք եւ ոչ թե միայն ցայնով լսենք ակտ զուգերքը որ կատարած էին երբ Էլի Պերպերյանը հաղորդաշարի հյուրն էր եւ բռնեց մեզի Անահիտ Սահակյանը երբ հերախոսով միացավ WhatsApp-ի միջոցով գապվեցավ ուրեմն մենք մի անգարջ բաժինն է որ ցույց տվինք Էլի Պերպերյանի հարցազրույցի ընթացքում այժմ պիտի դիտենք վիդեոն ամբողջովին ինչպես երկած են Անահիտ Սահակյանը եւ Էլի Պերպերյանը դիտենք դատարկ հարած գլանք իմ անուշ ընկերը իմ հրաշալի ընկերը եւ գվերաթարնանք ամենջապես վիդեոին հետ Եկեք ես հրաշք տուդում կահարին ծապահար եկել ու մեր այսօրվա սերին գնում Նայք շնորհում Նավիթ Սահակյան
Այ ջաներ, այսինչ քեղեցիկ վիդեոմն է որ դիտեցինք, քեղեցիկ զուգերք մնե միասնապար, հիշադակելի օրերն, ունիք մի բան հաղորդելիք սույն Նախ ասում եմ շնորհակալ եմ, որ ունեմ նաև Ստեյսի ջան, այսպիսի լավ ընկեր, որ նա զարդարում է եւ ոնց են ասում Կանադայում եւ ամբողջ Բեյրութից, Սիրիայից, Հայաստանից նա միջազգային արենայում շատ հարգված ու սիրված երգիչ է, հայրեն ասեր, բարերար, կամեցող, բարի իր արվեստով հազարավոր ընտանիքների միացման երջանկություն, երգ ու երաժշտություն տված ընկերը։ Հույս ունեմ, որ ես էլի այդ համերգ եմ ունենալու, մենք արդեն խոսել ենք, պիտի անպայման միացին այդ գեղեցիկ բանը, գործը կատարենք, ոնց են ասում, հավուր պատշաճի։ Հույսով գմնանք եւ անհամբեր Շնորհակալ եմ։ եւ հուսանք կվերցանեք հետո արդեն մեզ։ Անշուշտ, հուսանք այդ համերգը կատարվի լոսում, որբեսի գարենանք մենգալ վերգալալ եւ լոսում էլին մի փոքր համերգ ունեցավ, ես ներկա եղա այսպես էլի սյուրպրայզի ձևով, բարձրացաբեմ իրեն շնորհավորելու եւ այդ սյուրպրայզը ես իրեն արեցի, այդ նույն երգը սյուրպրայզ արեցի ու էլի հետ էլի շատ լավ ստացվեց ու շատ լավ ընդունվեց հանրության կողմից։ Արդեն միշտ այդ սյուրպրայզները որ գխոսենք անակնկալները հաճելի Արդեն վախենում եմ, այդ անակնկալներից արդեն վախենում եմ, բայց հաճելի է շատ, այսօրվա անակնկալները վերջն էին։ Դուք միայն սպասեցեք Ստեյսի անակնկալները, որովհետեւ միշտ հաճելի են։ Հազոր է Ստեյսի, հազոր։ Շնորհակալություն։ Պիտի խոսենք շատ սիրուն Անահիտ Սահակյան հաջորդ թեմայի մասին, ես շատ լավ գիտեմ, որ դուք աննման եւ հրաշալի եկջուհի եք նաեւ համագործակցում եք Լոս Անջելեսի ժող կորձիկների անսամբլում։ Ինչ կարող եք մեզ պատմել դրա մասին։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր ու ճիշտ հարց տվեցիք, ուրեմն նախ առաջինը երջանիկ եմ, որ այս երկրում, այս օտար ափերում մենք ստեղծել ենք այդ գեղեցիկ խումբը, որի գեղարվեստական ղեկավարը Հովհաննես Շահբազյանն է Գյումրեցի, երաժշտական մասի գլխավոր, ոնց են ասում, ամեն ինչի տնօրինողն է մեր տաղանդավոր դուդուկահար վարպետ Ռուբեն Հարությունյանն է, եւ նրա կողքին նստած են իր ընտանիքի անդամները, մեկը մյուսից վարպետներ, երաժիշտները, բոլորը կատարյալ, խմբում անկեղծ եմ ասում, եթե ես չամաչեի, այո, այդ անսամբլի անունը կդնեի վարպետներ, ես իմ վարպետներ անսամբլի անունից կոչ կանեի, որովհետև բոլորը վարպետներ են նստած, երաժիշտները, եւ իբարս ոնց են ասում, շնորհակալություն Ռոբերտ Օղլաղջյանին, որ նա իրոք թևութիկունք եղավ, եւ Հովհաննես Շահբազյանի ու Ռուբեն Հարությունյանի հետ կարողացան կատարած են այդ երազանքն ու նպատակը, որ ստեղծեցին այդ անսամբլը։ Եվ այդ անսամբլը բազմաթիվ արդեն համերգներ ու ձեռքբերումներ ունեցավ։ Այդ Ռուբեն Մաթևոսյանի հոբելյանական երեկոն արվեց, Հայաստանից հյուրեր ունենք, երգիչներ եւ այստեղի երկիչ երկչույներով մի հրաշալի երեկո ունեցանք։ Ես կուզենամ մեր հանրությանը ժողովրդին ասել, որ եկեք կանգնենք մեր հիմնականի կողքին, այն գեղեցիկ օտար ծաղիկները կամ այն ստեղծագործությունները, որոնք պիտի ծնվեն ու սնվեն մեր հիմնակարից, ժողովրդական արվեստից եւ այդ նվագարանները ինչ որ տալիս են այդ հոգեթով զգացմունքներն ու երգեցողությունն ու երաժշտությունը, առաջինը մեր առավոտն ու գիշերը դրանով բացենք ու փակենք, հետո նոր մենք հայրենասիրության անունից հանդես գանք, երբ որ մենք մշակույթով ենք շփվում իրար հետ, մենք ունենք մեր մեջ հայրենիք, եթե մենք չենք խոսում մշակույթով, խոսում ենք նյութական արժեքներից, մեկի հարստությունից, մեկի գեղեցիկ մեքենայից, գեղեցիկ շորից, եկեք խոսենք ոգեղեն արժեքներից։ Շնորհակալ եմ, որ այդ անսամբլի մենակատարներից մեկը ես եմ հանդիսանում եւ պատրաստ եմ նորանոր նորից մենք միջոցառումներ ունենք ու կուզենայի, որ այս եթերից ասեն ամենամեծ հայերին, ովքեր որ այստեղ ապրում են եւ իրենց համար հայրենասիրություն առաջին տեղում է, ուրեմն սաթար կանգնեն այս անսամբլին, կանգնեն նրա մեջքին, ամենամեծ հայրենասիրությունը դա կլինի, որ օտար ափերում մեծ Սփյուռքում մենք ունենանք ժողովրդիկների Արամ Մերանգուլյանի անսամբլի ոնց որ փոքրիկ կազմը
ժողովրդների անսամբլը Լոս Անջելեսում։ Ոչ միայն դուք, այլ մենք ալ շնորհակալություն Դուք եք սիրով կվերցանեք մեր համերգներն ու հաղորդումները։ Ստեյսի ջան, հաջորդ համերգին ես խոստանում եմ, որ ձեզ անպայման կհրավիրեմ, դուք ներկա։ Դուք այն համերգին էլ եմ ասել, այնպես չի, որ ես ձեզ չեմ ասել։ Դուք զբաղված եք, հիշում եք։ Այո, բիդի խոսին քիչ Ես ինքս հրավիրել էի, որ դուք անպայման ներկա լինեք ու դուք միշտ էլ ամենտեղ լինում եք, որովհետև դա ձեզ պետք է։ Դուք ել եք հայրենասեր, մեզ համար շատ մեծ գործ է։ Շնորհակալություն Հովհաննեսին, Ռոբերտ Օղլավչյանին, Ռուբեն Հարությունյանին եւ մեր երաժիշտ կատարողներին, իմ խոնարհումն ու հարգանքը ձեզ, որ մեկս մյուսով կարողանում ենք առանց որևիցե ինչ-որ բաների, նկատառումների, ուղղակի ամեն մեկս մեր մեջ ամեն ինչ թողած գալիս ենք մի հատ փոքրիկ հայրենիք իրար հետ ոնց ամբողջնելու եւ վայելելու մեր հայրենիքի կարոտն ու սերը։ Իսկապես նամանավանդ մենք Սվիրքում պետք ունենք եւ կարող ունենք այդ հայկական հողի մեր Հայաստանի։ Հիմա ես սրանով խնդրում եմ իմ հայրենասեր հայերին, որ չմոռանան, որ մենք կանք։ Առաջինը մենք ենք, հետո նոր մնացած մյուս բաները, որովհետեւ հիմնակարը մենք ենք հանդիսանում։ Այո, իսկապես։ Տունը կառուցելուց հիմքին պիտի ավելի ամուր պահես, որ գեղեցիկ դիզայնով արդեն կառուցվածքով տունը արդեն ցույց տա ժողովրդին, այսպես եմ պատկերացնում մեր արվեստը։ Դուք շնորհակալություն եք հայտնում, իսկ ես եւ ռադիո լսողները եւ ագընթիրները վստահ եմ իրենք ալ շնորհակալություն պիտի հայտնեն, թե դուք անդամ եք այս անսամբլում եւ շնորհակալ ենք, թե միշտ լավ գործերով, լավ համերգներով փեմ եք բարձրանում եւ վստահ եմ, թե այդ դահլիճում գտնվող ժողովրդի ծափահարությունը մի էներգիա է դվել ցեզ այդ բոլորին հրաշալի երկիչ երկչույներ են ընկերներն են, բոլորին շատ սիրում եմ, ամեն մեկն իր արժանիքով բեմը բարձանում, այդ հրաշալի օրկեստրի, ոնց են ասում, հետնապատը օրկեստրը պահելով նրանց տալիս են այդ օվկիանոսի ալիքներն ու ուրախությունները, որ նրանք երգեն։ Ծով երջանկություն է դա։ Մենք հաջորդը պիտի խոսենք ուրիշ թեմայի մասին, բայց մեկ բաժին լսենք հրաշալի երգը, որ Անահիտ Սահակյանը մեկնաբանած է Մոր ցերքերը եւ սույն երկը ունի պատմություն լսել է իդ գլսենք Անահիտ Սահակյանի պատմությունը որ չեն արել այս ձեռքերը պսակվելիս ոնց են բարել այս ձեռքերը ինչ նազանքով երազանքով Սամիչև լույս չեն մարել այս ձեռքերը Առաջնեկն է երբ որ ծնվել նրա արտարկաթով սնվել Ինչեր ասես որ չեն արել այս ձեռքերը Ինչեր ասես որ չեն արել այս ձեռքերը Զրկան կրել հոգս են դարել այս ձեռքերը ծով լռությամբ, համբերությամբ Ինչեր ասես որ չեն արել այս ձեռքերը Երկինք պարզվածություն են դարել այս ձեռքերը Որ չփալվի իր տանսյունը Որդին կրվից դարնա տունը Ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը Եկեք այսօր մենք համբուրենք Որդիաբար մեզ աշխարհում ծնած սնած Մեզ աշխարհում շահած պահած Մեզնից երբեք չկշտացած Հոշի սրվող լված կանող Անվերջ դատող, անվերջ բանող այս ձեռքերը Թող որ ճակած ու կոշտացած Բայց մեզ համար մետաքսի պես այս ձեռքերը Ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը Մինչև տատի ձեռք են դարել այս ձեռքերը Այս ձեռքերը ուժահատած, բայց թորան հետ նոր ուժ գետած Քարեն շրջել, սարեն շա
ձեռքերը Ինչեր չարժեն այս ձեռքերը Նորք ձեռքերը Սուրբ ձեռքերը Սուրբ ձեռքերը Եկեք այսօր մենք համբուրենք Որդի ավար մեզ աշխարհում ծնած մեզ աշխարհում շահած պահած մեզնից երբեք չկշտացած փոշի սրբով լվաց կանող անվերջ դատող անվերջ բանող այս ձեռքերը թող որ ճակած ու կոշտացած բայց մեզ համար մետաքսի պես հաց ձեռքերը Ճիշտ է թե սի լսենք բաժիմը, բայց անգարելի է թե երբ երկը մորմը համար է, ամբողջովին չի լսենք, կնվիրեմ իմ շատ սիրելի մորս Մարիշան Ավետիքյան, մամ ջան քեզ սպասում եմ լոսում, որբեսի քո ձեռքերը համբուրեմ։ Անվերջ դատող, անվերջ բանող, այս ձեռքերը, թող որ ճակած ու կոշտացած, բայց մեզ համար ձեռքերը Այս որքան իմաստալից բայրույր սևագի խոսքերով լսեցինք մոր ձեռքերը երգը Ես շատ լավ գիտեմ թե սույն երգը ունի մի պատմություն ինչ է արդյոք Նախ այդ երգը ամեն մի տող ամեն մի բառ դա հայոց մորն է նվիրված, սա այն աշխարհիկ այն մարդկանց մայրերին չէ կամ այսօրվա մայրերին չեն, սրանք այն մայրերն են, ովքեր որ անցել են այդ ճակատագրի ոնց են ասում մսաղացով եւ նրանք իր ջանքն ու եռանդը գիշեր ցերեկը մեկ արած ամբողջ այդ պատասխանատվությունը կրած կյանքի պատմություն է այս երկի տողերով իմ խոնարհումը բոլոր մայրերին երանի նրանց ովքեր մայրեր ունեն ես էլ որդիաբար համբուրում եմ բոլոր մայրերի ձեռքերը ովքեր կան իսկ ովքեր չկան լույսը նրանց շիրիմներին նրանց հիշատակը վառ որպեսզի մենք երկար ապրենք նրանց հավերժացնելու համար այ խորհուրդը սա էր Ես ինչպես թե ասեցի անամբեր եմ սպասում իմ մամիկին որբեսի ինք ժամանի լոսում որբեսի իր ձեռքերը համբուրեմ Անպայման իմ կողմից ես էլ որ ես տեղ լինեմ հաստատ ես էլ կհամբուրեմ որ քո նման լավ աղջիկ է աշխարհ բերել Երբ ժամանե անպայման հանդիպում կունենանք եւ կծանոթացնեմ խոսեցանք մոր մասին վստահ եւ դուք շատ քեղեցիկ խորհուրդներով խոսքեր է որ փոխանցեցիք բայց ունի մի երգը որ գումերվա սերենատան է համարվում հաջորդ երգը այս մեկը շատ կարճ լսենք ապա հարցումս կփոխանցեմ Okay Մամջան թորիդ ղուրբան ասորե սանիգա Մամջան թորիդ ղուրբան Լսենք ծերցայնով եթե գուզեք Լսենք ծերցայնով գշարունակեք Մարդու չդաս թե չդարբեն խելարիգը օնիգը Մարդու չդաս թե չդարբեն խելարիգը օնիգը Օրի այանամոտ իմ աղջիկս կուկը չէ Կնակորի այանամոտ իմ աղջիկս կուկը չէ Ու մելը որ դամալի մացի Քեզ քորդիկա չի հասնի Ու մելը
Իսկապես թե երաժշտությունը բարերը նամանավանդ Անահիտ Սահակյանի կատարումը հրաշալի է լսեցինք մամ ջան երգեն մեկ բարբերություն շատ կներեք մամաներ ամբողջովին չկարողացանք երգը լսել բայց խոսքուդամ թե ամենչապես հարցազրույցի հետ կլսենք ամբողջովին երգը Գյումրվա սերենաթան է համարվում մամ ջան երգը եւ ունի պատմություն այսօր ես ատել եմ այնպիսի երգեր որ ունին պատմություններ խնդրում եմ եթե գահաճիկ ասեք մեզ սույն երգի պատմության մասին երգի մասին Գյումրվա ուրեմն պատմությունը միշտ ամեն մարդը իր կյանքի պատմությունը ամեն առաջինը նրա ասենք գիտակցական տարիքն է որտեղ դու սկսում ես սիրահարվել դա մի սիրահարված զույգի պատմություն է որ գյումրեցիների ոնց են ասում պահվածքը նրանց տրադիցիաները շատ ավելի ծանր են եղել աղջկան հնարավորություն թույլ չեն տվել որ նա դուրս գա եւ այլն ամեն անգամ երբ որ սիրահարված տղան գալիս է որպեսի սոնիկին իր սերը պատմի պատուհանից միշտ նայելը տատիկը մամն է նայ տատիկին մամ են ասում մամը այստեղ մոր մասին չէր ավելի շատ տատիկին մամ ջան պապ ջան պապիկին է պապ էին ասում Ուրեմն մամ ջան, երբ որ ասում տեսնում է որ աղջկան հերթական այցի գալուց պատուհանից աղջիկը չի նայում տատիկն է նայում մամ ջան ու սկսում է տղան երգել մամ ջան թորիդ ղուրբան ասա ուր է սոնիգը մարդու չտակ թե չէ դարդից խելրիգը օնիգը ինք իր կյանքի պատմությունն է տատիկն էլ դե գիտես ջղայնացած գնա կորի այանամոտ ինձ սոնիգս քուգդ չէ Ում էլ որ տամ լավ իմացի, քեզ քորթիկա չի հասնի։ Այսպես դաժան են եղել առաջ իրենք են որոշում ում պետք է առնի, ինչ պետք է անի։ Ու այսպես այդ գեղեցիկ սերենադը իր պատմությունն ունի, որ ուր էլ գնա ինչ էլ անիմ, երբ որ նրա համար սերը կայուն է եւ առաջինն է ու վերջինը, յուրաքանչյուր սեր ունի պայքար։ Եվ այդ երգը մինչև վերջ պայքարում է ու խնդրում տատիկին, որ չթողնես խելագարվեմ սիրուց, խնդրում եմ եղիր բարի ու հնարավորություն տուր Սոնիգին տա Սոնիգին։ Բոլոր սերերին, սիրահարվածներին ուզում եմ։ Սերը լավ բան է, պայքարեք, առանց պայքարելու Սոնիկն ու Օնիկը չեն հասնի իրար։ Յուրաքանչյուր պայքար ունի արդյունք։ Հաստատ դա ամենալավն է։ Ամեն շատ հաճելի էր լսել սույն երգի պատմությունը իսկ դուք որ մենք ցեզ գոչում ենք Գյումրի սոխակ ինչ է նշանակում գյումրեցի լինելը Արդեն թույլ տվեցի գլուխս գովել Գյումրեցի լինելը դա մեծ պատիվ է տիտղոս է Գյումրեցի լինելը պարտավորություն է, Գյումրեցի լինելը ամեն մարդ իր գործին մեջ, եթե Գյումրեցի է ու ստեղծում է իր ոնց են ասում ունեցած արժեքները, որոնք պիտի գնահատվի, երբ որ ասում են սա Գյումրեցու ձեռի գործն է, դա մի հատ վստահություն է, կամ Գյումրեցին է երգում, արդեն վստահում են, որ Գյումրիի երգիչը կամ երգչուհին չեն կարող տկար լինել, վատը լինել, այդ կատարելություն է ինձ համար Գյումրեցի լինելը եւ ամենակարևորը պատասխանատվություն, որովհետեւ ինքը չի սիրում, Գյումրեցին չի սիրում, որ այդ ամեն ինչը ունենալով դու մարգարիտներդ խոզերի առջև շպրտես եւ դու ցածրանաս կամ ինչ որ մեկի մոտ ցանկություն ունենաս քեզ մեծ ու ավելին պահելու, բայց դու վերաբերմունքով քո ապրածով կարողանում ես լինել Գյումրեցու տիտղոսակիրը Այս պահին ինձ համար դա մի հատ բրոշ է, հոգու բրոշ է, որ ես պատվո ոնց որ անուն ազգանունս եմ կրում, Անահիտ Սահակյան, այդպես էլ կրում եմ Գյումրեցի լինելուս անունը, որ ես Գյումրեցի եմ։ Մենք մշեցիներ ենք, ես Գյումրեցի չեմ։ Իմ արմատները Մուշից Ղարսից, Բասենից եկած իմ տատիկներս այնտեղից են, բայց եկել են սկզբից ապրել են Վրաստան, հետո տեղափոխվել են Գյումրի, Շիրակ աշխարհ, Շիրակի Մարս, Հովիտ գյուղ, այնուհետև ես իմ մանկությունը անցկացրել եմ Ախուրյանի շրջանում եւ հիմա հպարտորեն ասում եմ, որ ես ախուրյանցի եմ, բայց իմ երաժշտական կյանքն ու գործունեությունը ստեղծվել է Գյումրու Լևոն Մադոյանի անվան Ժող նվագարանների անսամբլից, ուսումնարանից, նոր կոնսերվատորիա եւ այսպես շարունակական մինչեւ այսօր։ Ես խոնարհաբար շիրակցի եմ, բայց Գյումրին իմ բրենդն է։ Իմ շունչն է, իմ ամեն ինչն է։ Ըստ երևույթին այդպես է, այո։
Այո։ Իսկ այժմ Իմ կարոտն է, իմ կարոտը ամենակարևորը։ կարոտել եք Գյումրիի շատ։ Շատ։ Գնալու եմ որ տեսնեմ անպայման։ Շատ լավ։ Միասին քնենք։ Անպայման, մեծ սիրով, սպասում եմ։ Հարկելի Անահիտ Սահակյան այժմ պիտի խոսենք մայիս 8-ին տեղի ունեցած բենեֆիսի մասին, որը կոչված էր երկս քինու շուրթերով։ Նախքան տեղեկություններուն անցնիլը, ինչու այդպես կոչված էր։ Շատ երկար մտածեցի բենեֆիսին անուն ուրեմն անվանակոչելու եւ լիքը անուններ խորագրեր ունեցա, այսպես ասած, մի տեսակ կարդացի մի քանի անուններ ու երբ որ այդ անունները կարդում ես, քո ներսում կրակները այսպես ոնց են ասում, վառվում են, խճճվում են, որոշում ես ուզում կայացնել, ասպեսի ջան։ Ու տեսա որ ոնց որ մի բան ինձ այրում է, անկեղծ ասած, եւ ունեի գինու գավաթ եւ այսպես վերցրեցի ու խոսում էի ու հավատացեք այդպես ստացվեց։ Ես մի կում արեցի ու ոնց որ ի վերուստ ինձ դա տրվեց։ Երկս, իսկ ինչու՞ չէ, արբունք է, երկը ինքը որպես գործողություն զգացմունք, երբ որ դու երկում ես, դու արբում ես։ Իսկ գինով էլ ես, չէ, արբում։ Այդ երկուսի համատեղելությունը, հետո մտածեցի, որ նաև գինին ասոցացվում է կնոջ էության հետ, որովհետև տես մենք մի հատ թևավոր խոսք ունենք, ասում են ինչը կա հաղթի քաչերոսին, եթե չլինեին գինն ու գինին։ Չէ՞։ Ճիշտ է։ Եվ այսպես ոնց որ ես ուզեցի հաղթանակս գինու արբունքով եւ երկի շուրթերով, այդ օրը յուրաքանչյուր մարդ երբ որ պետք է մի բան մտածեր, խոսեր եւ այլեր այդ օրվա տրամադրությունը, ապա այդ բոլոր մտածելու կամ գեղեցիկ խոսքերն ու կենացներն ու ասելիքները երկի հետ համեմված դա գինու շուրթերով էր, դրա համար էլ այդպես կոչեցի։ Իսկ կոնկրետ ինչ էր բենեֆիսի նպատակը եւ որ երկիչներն են գիսել փեմցես հետ։ Ուրեմն բենեֆիսը իմ կյանքի ճանապարհն էր, իմ ասելիքներ, իհարկե ես այսպես որ շատ խորը անցնելով գնայի, ավելի շատ երկար ժամանակ էր պետք, ավելի մանրամասնել, սա ուղղակի ավելի մի քիչ գեղեցիկ, էսթետիկ հպումներով անցումներ արեցի, կյանքիս ճանապարհները ոնց են եղել, ինչ է եղել, իմ կյանքի ուղին էր, ավելի շատ բենեֆիսը հենց իմ ուղին էր, որ նաև այդ ժամանակ իմ կողքին կանգնեցին այս անգամ էլ մեկ ուրիշ թիմ ընկերների, իհարկե կային մարդիկ, որոնք նորից կրկնվեցին այդ երկիչներից եւ այս անգամ մայստրոն իմ կողքին եղավ մեծ դաշնակահար Ալբերտ Բլբուլյանը իր ոնց ձեռքի շնորհքով ոնց են ասում մի հպումով տոն դարձրեց ամբողջ համերգային ծրագիրը, այդ օրը ինձ մեծ պատիվ էր պարոն Արմեն Ահարոնյանի ներկայությունը, մեր մեծ աշխարհահռչակ դաշնակահար Արմեն Ահարոնյանը, որ իր մեծ ներդրումն ունեցավ այդ համերգային ծրագրին եւ Ռայալի ուրեմն ներկայություն այնտեղ որ եղավ Արմեն Ահարոնյանի ներդրումն էր, որ մենք կարողացանք այդ օրը վայելել։ Շնորհակալ եմ մայստրո ջան։ Այդ օրը նորից իմ կողքին էին իմ էլի բոլորը իմ անդավաճան ընկերներն էին։ Հայաստանից հատուկ հյուրեր Համլետ Գևորգյանը, որ իմ 35 տարիների վաստակն էր։ Համլետը երբ նոր առաջին քայլերն էր անում կոնսերվատորիայում Հովհաննես Բադալյանի դասարանը, ես իրեն ավակն էի ու մենք առաջի զուգերքը իրար հետ Արամ Մերանգուլյանի անսամբլից սկսեցինք երգել եւ մենք այդ նույն զուգերքերից մեկը կատարեցինք այդ օրը, որը երգել էինք 35 տարի առաջ։ Շնորհակալ եմ, որ Համլետը իմ կողքին էր, ինքը իմիջիալոց այստեղ է, մարդիկ թող հյուր է մեզ, եթե ունեն հնարավորություն տեսնելու, վայելելու Համլետին, մեծ սիրով կցանկանայի նորից կանգնել իր կողքին։ Իմ կողքին էր նորից իմ անդավաճան ընկեր Հովհաննես Շահբազյանը, իմ կողքին էր Գագիկ Բադալյանը, իմ կողքին էին Էմա Վազգեն Ավետյանները, իրենց զուգերքով, նվիրական վերաբերմունքով,
Ինձ հետ էր Մագի Մարգարիտա Խլղատյանը, որ զուգերկ ունեցավ Հովհաննես Բաբախանյանի Այո։ հետ մի հրաշալի երկեր, Այո։ երկընտրությունն էլ շատ լավն էր։ Այդ օրը ես ունեցա պրեմիերա, երկու երկի պրեմիերա, որ ինձ հետ նաև նորից նույն գեղեցիկ զուգերկը կատարեց մեր տաղանդավոր վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանը։ Այդ օրը երջանկացրեց երկու գյումրեցիների՝ Մարգարիտային ու Անահիտ Սահակյանին, երկուսից հետ պատիվ ունեցավ զուգերքերի եւ այնտեղ Հովհաննես Բալյան, մի հրաշալի տաղանդավոր երգիչ, մի գիտեք ճանաչում եք նաեւ հրաշալի երգիչ է եւ այնտեղ ունեցա մի զույգ լատինո պարելավոճով, այսպես սպորտային բարերի այդ գեղեցիկ ըմբռնումով Պիացոլայի երաժշտության տակ երբեմն այդ մետաքսագորգ իմ համերգային ծրագիրը իսկապես մետաքսագորգ էր, որտեղ ամեն երկ նոստալժի էր եւ մեկը մյուսին զուգորդում էին գույներով ու հիշողություններով։ Մարդիկ այդ օրը եկել էին իրենց անցյալը ներկայի աչքերով ըմբողջնելու եւ իմ օրը տոն դարձնելու եւ չեմ ուզում մտածեմ, որ մարդ եմ մոռացել, պիտի Արմեն Հովհաննիսյանս, իմ հավերժ ընկերս, իմ Արմեն Հովհաննիսյանը, Վաչե Հովսեփյանական իր փայլուն կատարումներով փայլուն եւ ամենակարևորներից մեկն էլ ասեմ մեր համայնքում շատ հարգված ու սիրված մշակույթի կողքին ոնց են ասում միշտ սրտի ամենաբարձր կամեցողությունով կանգնած մեր Մարկ Մարատ հայը, որ նա այդ օրը ինձ հետ երգեց, ես շնորհակալ եմ Մարատին, որովհետև նաև բոլոր երգիչների ու մշակույթի ժողովրդի կողմից ասեմ շնորհակալություն, որ կաս Մարատ ջան, դու մեծ գնահատանք ունես բոլորիս նկատմամբ եւ քո պատշաճ մակարդակը, որ բոլորին տալիս ես, մեզ համար դա պատիվ է։ Եվ ինք պիտի լինի հաղորդաշարի հյուրը։ Մենք երկեցինք Կարմիր ծաղիկ Մգարունի, այդ գեղեցիկ զույգը Ալիսա Ավետիսյանը եւ Ուկրաինայից մի հրաշալի բարող տղա էր, որ զույգ եղավ մեր Ալիսային Ավետիսյան, մենք զույգը գեղեցիկ շատ հրաշալի համերգ էր, հետաքրքիր գունապնակ էր, ասեմ ձեզ համերգը։ Հադուկ էր։ Եվ իմ կողքին ինչպես միշտ կանգնեցին իմ ընկերները։ Այո։ Ուրեմն այդ ժամանակ էլ խոսքս արդեն կիսատ մնաց, չեմ հիշում արդեն, իմ կողքին կանգնեցին նորից էլ իմ ընկերները, իմ գլխավոր հովանավորներն եղան եւ այդ սեղաններին կողքին, ես մոռացա շատ կարեւոր էլ իմ ընկերներից, Վարդան Կազանչյան ջանին, որ իր գույնով իր հետաքրքրությունով, իր արևմտահայերենով զարդարեց երջանկության արցունքներով եւ մոռացար զիստ ու մոռացար երկով բոլորին տարավ Սարգի Մուրադյանի երգերի շարքը եւ Մանվել Մենեգիչյանի անցած այդ ճանապարհը, որ իր գեղեցիկ գույներով այդ օրը ապահովեց իմ կողքին լինելով, իր հարազատներով, իր տեսակով, իր ոնց են ասում, մետաղի ոսկի մետաղի հետ շփվող եւ ոսկեղենիկ երկեցող սիրող մեր ընկերոջը։ Ես չգիտեմ, հիմա Ստեյսի այնպիսի հարցեր տվեցիր, հանկարծ մեկին չթերանամ, տեսնում եք, այսպես պահիտակ ուզում էի, որ իմանայի դուք ինչ հարցեր եք տալու, ամեն ինչ կգրեի, որ հանկարծ չմոռանայի։ Շնորհակալ եմ իմ ընկերներին, իմ ընկերուհիներին, այն բարերարներին, որ այդ օրը նաև նորից էլի կանգնան իմ կողքին, Սամվել Կրպոյանին, Ավո Օրդակյանին, ուրեմն բոլորին Սամվել Թովմասյանին եւ իր բոլոր ընկերներին, այնտեղ չգիտեմ, Մարիամ Մանուկյանը, որ Հայաստանից հատուկ իր շքախմբով եկել էր հատուկ այդ համերգը վայելելու, 2 տարի այդ նույն ընկերներով իր միջազգային գործարար կապերի միության անդամներով ներկա են լինում իմ համերգին։ Չգիտեմ Սրտիս որ ցանկություններն ասեմ եւ մի շատ թանկ մարդու պիտի ասեմ, որ ինքը ներկա էր, իմ ընտանիքի բոլոր անդամները, ժողովուրդ ջան, անուններ կան, որ ընկերուհիներ, եթե որևիցե մեկիդ անունները չեմ ասում, Հասմիկ ջան, շնորհակալ եմ, որ մինչեւ վերջ անաղարտ էլի մնացիր իմ կողքին։ Իմ բոլոր մյուս ընկերուհիները, իմ Ռուզան Սիրունյանը եւ Արբատ բանկետ հոլին, Սարգիս Նիկողասյանին, որ ամեն ինչ արեց, որ ես այդ օրը երջանիկ լինեի, եւ Վահե Խաչատրյանին, որ եղավ այդ օրվա մեր ռեժիսորը, եւ
Արտավազդ Եղոյանին, որ այնտեղից նյութեր Հայաստանից հավաքեց ինձ համար այդ վիդեոյի տեսակներով եւ տվեց, որպեսզի այդ օրը ես ներկայանամ։ Չգիտեմ ժողովուրդ որի տանունը տան, որ չնեղանաք։ Բոլորին։ Ընկերներ, ընկերուհիներ, սիրում եմ բոլորիդ, անհատականներ եք։ Այն տունը, որտեղ դու ոտք ես դնում, անպայման լինում ես այնպիսին, ինչպիսին քեզ ընդունում են։ Այդ օրվա համար խոնարհաբար իմ շնորհակալությունը, որ իմ օրը տոն էր եւ ես երգեցի իմ ընկերների զուգերգերը Աշոտ Ղազարյանին։ Մոռացա, տեսնում եք, Ստեյսի տենց հարցեր մի տա։ Ամենայնը, այո, Աշոտ Ղազարյանին, որ ներկա է եղել այդ օրը միջոցառման ամեն ինչով։ Ես նաև շատ շնորհակալ եմ Սարգիս Թոպալյանին, այդ օրվա մեծ գեղեցկությունն ու դիզայնի հետ կապված ամեն ինչ արեց ու շնորհակալություն եմ հայտնում Էլվիս Մադաթյանին։ Չգիտեմ, ընկերներ, ուզում եմ այդ օրվա սեղան հիշեմ։ Վնաս չունի, բոլորին շնորհակալություն Ովքեր որ գիտեք ամեն օր մեր մշակույթի կողքին են, մեջք են տալիս մեզ։ Այն մյուսներն էլ բոլորն էլ ձեր ցավը տանեմ։ Պահիտակ հիմա հուզմունքը շատ է։ Աշոտ Ղազարյանի հետ ունեցած մեր համերգը բանը ջահել չես մնա, մի փոքրիկ բեմադրություն էր, ու այդ բեմադրությունը բոլորի հոգիների մեջ մնաց Աշոտ ջան, շնորհակալ եմ իմ ավակ ընկեր, մենք մեծ ճանապարհներ ենք անցել, այդ գեղեցիկ օրստոն դարձնելու համար, ուրախ եմ, որ կաք, ինչ ասեմ, եւ այստեղից օգտվելով ուզում եմ Հայաստանի իմ բոլոր ընկերներին, այսօր իմ կողքից բացակայ իմ վարպետներ անսամբլի գործիքային մասի ղեկավարը Գևորգ Մովսիսյան Լույսը իր շիրիմին չեմ կարող անտարբեր անցնել եւ այնտեղ Արթուր Հակոբյանին, Վահան Հարությունյան, իմ դուդուկի, չգիտեմ, Աստված իմ, երևի ասեմ, արքա Դուդուկի արքա, դու փառահեղ քո գույնով ու քո տեսակով ուրիշ մարդ ես, Վահան ջան, իմ ընկերներ, բոլորիդ մեկ առ մեկ շնորհակալություն եմ հայտնում, որ կաք իմ կողքին, խոնարհումս ովքեր չկան, իմ մայստրո Գևորգ Մանասյանին, իմ մայստրո, դուք իմ կյանքի ճանապարհին մեծ բաներ եք արել, ես ձեր երգերի ու ձեր մեղեդիների տակ եմ կառուցել իմ բոլոր համերգային ծրագրերը եւ իմ շնորհակալությունը այն գուսաններին ու աշուղներին, որոնց երգերի հետ միասին ես ձևավորվել եմ, ամեն մի երգ մի կյանքի պատմություն է եւ մի անցած ճանապարհ է եւ իմ կյանքի ուղիներն են, իմ կյանքի ուղիները զարդարող մարդիկ եւ իմ հանդիսատ տես Իմ լսողուն կնդիր, ակնդիր, իմ երկրպագուներ, ես ձեր բոլորի խոնար ծառան եմ, հնարավորություն տալով եւ մի շատ հետաքրքիր բան եմ ուզում ասել, ես ուզում եմ այս համերգից մի հետաքրքիր ձեռքբերում ասեմ, որ ծանոթացել եմ մի հրաշալի հայի հետ, որը որ մեծ գործունեություն է ծավալում իր հայրենասիրության, իր ձևաչափով այդ արվեքները ձևավորող մարդկանցից, յուրահատուկ մարդկանցից մեկը դա Մարկ Չենյանն է, Պարոն Չենյան, շնորհակալ եմ ձեզ, որ դուք այդ օրը եղաք ամենամեծ անակնկալ հյուրը իմ միջոցառման եւ դուք ներկա եղաք եւ վայելեցիք եւ ինչու՞ չէ այդ խորհրդավոր ձեր ներկայությունը ինձ համար մեծ պատիվ էր եւ հաճույք։ Շնորհակալ եմ բոլորին, ընկերուհիներ ջան, հո չնեղացաք, որ ինչ որ մեկին էս պահին, չգիտեմ, Ստեյսի, դու մյուս անգամ հարցերը կասես, նոր ինձ հարցեր կտաս։ Չմոռանամ որևիցե մեկին, էլի մտածում եմ պատկերացնում եք, հիմա նստած նայում եմ, ով որտեղ էր նստել, հանկարծ վրիպում չլինի։ Այդ օրը նաև լիքը երգիչ երաժիշտներ, արտիստներ էին նստած, մեր Լևոն Շարաֆյանն էր նստած իր տիկնոջ հետ, մեր Անահիտ Ներսիսյանը, երգչուհի Աշոտ Աբովյանն էր, մեր Նորայր Նացականյանի որդին, իր ներկայությունը ապահովել այնտեղ, շատ մարդիկ կային, ուզում եմ այսպես հետո առաջ լինել, ժողովուրդ, ես արդեն իմ խոսք ընդեղից ասել եմ, բարի եղեք, ուղղակի այս ամենի համար եղեք ներող, որ հանկարծ ծխալներ թույլ չտամ, սիրում եմ բոլորիդ, որ կաք ու իմ գույները չեն պակասում, իմ ծաղկամանի ծաղիկներն եք դուք, հոգուս ծաղկամանը լի է, ջրով ուրախությունով, անկեղծ նվիրումով ու սիրով, դուք իմ բոլորը զարդարում եք իմ կյանքն ու հոգին, այսօր ես ծաղկավոր եմ հագել, Ստեյսին ասեց, որ ծաղիկներ հագիր, այ դուք իմ զարդերն եք, ծաղիկներն եք իմ հոգու, շնորհակալ եմ, որ կաք բոլորիցս շնորհակալ եմ։ Հրաշալի, սկանչելի մարդ եք Անահիտ Սահակյան յուրաքանչյուր ներկա գտնվողների
շնորհակալություն կհայտնեք եւ ըստ երևույթին շատ հաճող Սիրում եմ դա։ երեկոմներ այդ Սիրում եմ, ես շնորհակալ մարդ եմ ու երբեք չեմ մոռանում, չեմ ուրանում։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր դուր բացեցին ինձ համար այս ափերում, եւ ելի ասեմ, մի կին Էմա ջան, չմոռանամ քեզ, դու ինձ մոր նման քո դուրը բացեցիր եւ ընդունեցիր եւ ես քեզ շատ սիրում եմ։ Եվ այս ամենը կատարվեց այդ բացված դռնից։ Շնորհակալ եմ քեզ։ Նախքան վերջին հարցումս փոխանցելը դուք այդքան քեղեցիկ ցեվով նկարագրեցիք այդ բենեֆիսի երեկոն, որ շատ հաճող էր։ Արդյոք նմանադիպ միջոցառումներ կամ մենահամերգներ ունեք շուտով։ Ես ասեմ, որ հիմա ոչ մի բան չասեմ, ասում են նպատակները չեն ասում, հիմա մի բան եմ ասում ձեզ, որ իհարկե, եթե աշխարհը, ես միայն Աստծուց խաղաղություն եմ խնդրում աշխարհին, խաղաղություն եմ խնդրում իմ հայրենիքին, առողջություն եմ խնդրում իմ ազգին եւ հայոց մայրերին եւ ուզում եմ որ իմ ազգս ավելանա չպակասի բարգավաճի եթե մշակույթը ազգին մի վատ բան է լինում մշակույթը մեռնում է եթե մշակույթը մեռնում է մենք արդեն հավերժ մեռած ենք ես ուզում եմ որ բարի լույսը բացվի բոլորիս այդ խաղաղությունով եւ այդ ճրակը մեր երբեք չմարի ու մենք ունենանք արևի լույսը մեր երկրի վրա մենք հավատ ունենանք սեր ունենանք իրար նկատմամբ եկեք իրար սիրենք, եկեք ունենանք այն ինչ որ դուք մեկս մյուսին տվել եք, այո, ես այս շնորհակալությունների տեղը կարող եի երգել, կարող եի մի ուրիշ բան ասել, ես չեմ ուզում, ոչ այդ ճոխությունները, այլ սրտիս խոսքը ինձ համար ավելի ճոխ է, քան մնացած բաները, որ պիտի ես ցույց տամ, որ ես Անահիտն եմ Սահակյան, ես երգել գիտեմ, եթե ինձ ուզում են լսել Ստեյսի ջան, YouTube-ում են լսում, համերգին են լսում, բայց խոսքս ավելի արդիական է ու ոնց են ասում խոնարհումս իմ ազգին, իմ ընկերներին, այս օտարափերին, որ ինձ ես չգիտեմ, ես այստեղ ժամանակավոր եմ, ընդմիշտ եմ, ոնց եմ, շնորհակալ եմ այս պետությանը, որ հնարավորություն է տվել այսպես ընձեռնվելու եւ իհարկե իրագործելու իմ նպատակները, որ երկրից երկիր եկել եմ եւ ստեղծել եմ, ունեցել եմ այս ձեռքբերումը։ Սա իբարս ի պատիվս մեր հայ ժողովրդի իմ ընկերների ու են երկրպագուների, ովքեր ունեն իրենց խոնար ծառը Անահիտ Սահակյան Այնքան սրդակին խոսքեր ասեցիք, թե այլ ես պիտի չի խնդրեմ ձեզ մեր սրդակին խոսքը, այլ պիտի հարցնեմ, թե ինչ դվեցիք երգի կարիերային եւ ինչ վերադարձրեց կարիերան ձեզ 35-36 տարվա ընթացքում Յուրաքանչյուր արվեստագետ եւ յուրաքանչյուր արվեստ ունեցող մարդու համար ամենաթանկ ձեռքբերումը դա անուն ազգանունն է ու պատիվը։ Ես շնորհակալ եմ իմ Աստծուն, որ ես կարողացել եմ այդ անուն ազգանունը պահել հավուր պատշաճի եւ գնահատված լինել իմ ժողովրդի կողմից, այսուհետ այդ անուն ազգանունը կպահի իմ անձը, իմ ամենակարևորագույն կյանքի էջերը կլցնի, որ ես դրանով իսկապես կհասկանամ, որ ես ինչ որ բան թողել եմ։ Եթե մարդը պատիվ ու անուն չի թողել, ուրեմն ոչինչ չունի։ Այդ անունը պիտի այնպիսի տեղում դնես, որ այդ ոնց են ասում Կյանքիդ ոսկեղենիկ Մարմատյանում, Մարմատյանում դու ունենաս քո իսկական տեղը, որ միայն խոսքերով չի, Ստեյսի ջան, չէ, ես թող չլինի, որ իմ գովազդն է, շնորհակալ եմ, որ անուն ազգանուն եմ կրում ու թույլ եմ տալիս ընկերներիս, որ ասեն Անահիտ Սահակյանին ճանաչում ենք, մայրս է, քույրս է, հորաքույրս է, ընկերս է, ուրեմն դա ինձ համար արդեն մեծ ձեռքբերում է ու պատիվ է։ Ամեն մեկ ասպարեզ ունի իր դժվարությունները, երկարվեստի մասին, որ պիտի խոսենք, դժվարությունները բարտադրել են կամ ստիպել են ձեզ հանձնվել։ Այդ մասին չեմ ուզում շատ երկար խոսել, որովհետև ամեն օրս մի ծանր բարդույթի դիպվածներով անցել է կյանքիս ճանապարհը։ Երբ կանաչ դռները երբեք իմ դեմ այդքան կանաչ դռներ չեն բացվել։ Այդ դռները ես արցունքով չափված այսպես խորը փիլիսոփայությունով, խելքով, հնարավորությունով ես ամեն ինչ անում եմ, որ ուղղակի պատկերացրեք, որ ստեղ կյանքից քարկարոտ ճանապարհը երևի արդեն դյուրին է։ Արդեն դյուրին է, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, թե պատասխանեցիք հագիր սևով, բայց արդեն ցերսելիկը սրդի խոսքը ասեցիք։
Անահիտ Սահակյանն 1 ժամ 55 րոպեից մենք կզրուցենք եւ փնավ սկալի չեր։ Սիրելիներ, ինձ Անահիտը հարցուց դեվողությունը որքան է հարցազրույցը։ Ես ասեցի 1 ժամ եւ հավասիկի 2 ժամ եւ շնորհակալ եմ։ Արդեն իմ հեռախոսն էլ ահածում, հա, հանկարծ միամիտ նորից չանջատվի մնանք 0-ի վրա։ Երրորդ բաժնով գռնանք անշուշտ դարձյալ հյուրալել եւ դարբեր նյութերի շուրջ խոսիլ վաստակավոր մեծահրճակ երկչուհի Անահիտ Սահակյան։ Այդ հրճակները չեմ սիրում, Ստեյսի ջան, դու շատ ջերմ ու գեղեցիկ ես արտահայտվում։ Հրճակավոր բառը իմ համար չի, հրճակավոր Արամ Խաչատրյանն է, հրճակավորը մեր լեգենդար Վիկտոր Համբարձումյանն է, մեր հանճարներն են, Հովհաննես Թումանյանն է, Շիրազն է, Իսահակյանն է։ Ես հրճակավոր չեմ, ես մի փոքրիկ մասնիկն եմ, իմ խոնար ծառան, իմ ազգի։ Ամեն մեկի հոգու մեջ մի փոքրիկ լույս տվող, իմ երկով դեղ ու դարման անող մի երկչուհի եմ, որ քայլում եմ գետնի վրա եւ իմ աստղը վերևից ինչքան ինձ փայլ է տալի, թող արևի լույսը ամեն օր բացվի իմ գլխին, որ ես էլ կարողանամ բարի լույսով հանդիպեմ իմ ժողովրդին, միայն լավ ու բարի խաբարներով։ Սա իմ կյանքի ապրելաձևը։ Վարգեշտության շնորհակալություն կհայտնեմ ես Անահիտ Սահակյան, բայց մեր հարցազրույցի ավարտին հարյուրավոր նամակներ գրած են։ Ներողություն եմ խնդրում ձեզ մե հաջիկ մեր եղանակ, որ չգրծած էր հարցումները եւ ձեր նամակները կարդալ Անահիտ Սահակյանի։ Ոչ, ես կկարդամ արդեն, էջի վրա կրնի կկարդամ։ Թույլ տվեք մի բառ էլ ես ասեմ, որովհետեւ հասկացա, որ հեռախոսս տկարանում է արդեն։ Առիթից օգտվելով իմ սիրելի հայրենակիցներ, իմ լուր եւ խոնար երկրպագուներ, ինձ սիրող եւ չսիրող մարդիկ։ Այո, դա էլ ալինում, ինչ կա, որ մեկը բոլորի համար սիրելի չի լինում։ Ես ուզում եմ այս գեղեցիկ ուրեմն միջոցառման հետ կապված, այս եթերի հետ կապված, Ստեյսի բոլորը ոնց են ասում, անակնկալներով լցվեց իմ օր, տակնու վրա եղավ։ Եվս մեկ օր ես կարողացա այդ 2 ժամում անցնել, գրքիս էջերում նորից էլի մի հետաքրքիր բան գրվեց։ Շնորհակալ եմ այս լուսավոր արևի նման շողացող աղջկան, որի մեջ ժպիտը իր ոնց են ասում տեսակն է, նրան չես կարող տեսնել ու նրա հանկարծ շուրթերը ժպտալով քեզ չնային, իսկ աչքերը կորում են ժպիտից։ Ես ուզում եմ այդ լուսավոր կետով, ձեր քո այդ գեղեցիկ տեսքով ու հրաշալի մեկնաբանություններով, որ դու գեղեցիկ արտահայտում ես, մարդկանց շոյում ես, կարող են մարդիկ այդքան չլինել, ընդունում եմ այնքան, ինչքան որ ես կամ, այդ շքեղ խոսքերդ բոլորը մեր մեծերին, մեր անզուգական ազգի դափնիներ ունեցող դարբնոցի մարդկանց, իմ խոնարհումը, շնորհակալությունը ազգիս ու քեզ քո մայրիկին եւ այն սուրբ ձեռքերը համբուրենք, որ քո նման լուսավոր մարդը տվե ու քո հաղորդաշարին կանաչ ճանապարհ, երկար, լիքը շատ ունկնդիրներ, երկրպագուներ, ակնդիրներ եւ լիքը անզուգական ու ազնվագույն հյուրեր, ամենակարևորը, որ մարդիկ լինում են ազնիվ, այս հարթակը թող լինի ազնիվ մարդկանց հետ հանդիպում, որոնք որ ինքնահաստատման կարիք չունեն, մենք չինքնահաստատվենք մարդկանց խոսքերի գրածի բոլորը հարգենք, գնահատենք, բայց մենք լինենք արժանի, որ այդ խոսքերը լսելուց հասկանանք որն է մեզ արժան եւ որը մեզ արժան չի։ Շնորհակալ եմ, որ կաս։ Շնորհակալ եմ, զավակս, Մերի ջան, քո այս հետաքրքիր անակնկալից ես հələ տեղը չեմ առնում ու իմ բոլոր հիմա ովքեր որ ինձ լսում են բոլորին։ Մենք շատ ենք սիրում ձեզ Անահիտ Սահակյան, մենք շուտով անպայման եւ դարձյալ շնորհակալություն կհայտնեմ այս հարուստ պատասխաններ փոխանցելու համար եւ հրավերս ընդունելու համար, մենք շուտով անպայման կհանդիպենք, ես բաչում եմ, համբուրում եմ ձեզ եւ միշտ լավագույնը կմաղթեմ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ եթերի համար։ Խնդրեմ, ցտեսություն։ Տեսություն։ Ես երգում եմ Գուսան Աշոտի երգերի շարքը, օջախում սերս վանքում թաթևի եւ աշուղ եմ։